Փառք Տիրոջ այսօրվա համար։ Սիրելի եկեղեցի, պատրաստ ես քո սիրտը ուղղելու Տիրոջը սրտանց պաշտելու եւ երկրպագելու նրան։ Գոհության պատարակ մատուցողը փառավորում է Աստծուն։ Տեր մեր սիրտը դարձրու շնորհակալ սիրտ, որովհետև դու հավանություն ես տալիս շնորհակալ սրտին։ Քո բարությունը անսպառ է, իմ սիրտը ցնծում է քեզանով։ Երբ կանչում ենք քո անունը, դու գալիս ես, ազատում ես նեղությունից, որ քեզ փառավորենք։ Փառք ես Հիսուս Հավիտյան, քեզ կփառաբանենք, կգովաբանենք քո սուրբ անունը։ Եկեղեցի հռչակենք ու ասենք Տերը բարի է։ Գոհանում ենք, այո կիրակին մեզ համար հրաշալի հնարավորություն է, գալու քո առաջ Տեր ուրախ սրտերով, ինչպես Սաղմոս 2-ն ասում է, սա այն օրն է, որ Տերը ստեղծեց, եկեք ցնծանք եւ ուրախ լինենք, Աստվածը շնորհակալ ենք, այդ ուրախության համար, որ դնում ես մեր սրտերում, որովհետեւ մենք գիտենք, որ դու մեզ համար քո կյանքը տվեցիր, շնորհակալ ենք, որ մենք նոր կյանք սկսելու հնարավորություն ունենք, հարության Քրիստոս, դու հարություն առար եւ մենք նոր ընթացք ունենալու հնարավորություն ունենք,
Շնորհակալ ենք Աստվածս, որ քո խոսքը բացվում է մեզ, եւ այսօր կարող ենք շնորհակալություն հայտնել ել ավելի սրտանց, թե ինչ արեցիր մեզ համար, եւ Դավիթ թագավորի պես կարող ենք մենք էլ ասել. Օրհնիր Տիրոջով իմ անձը եւ բոլոր իմ ներսը նրա սուրբ անունը, օրհնիր Տիրոջով իմ անձը եւ մի մոռացիր նրա բոլոր բարիքները, որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո ամեն ցավերը, պսակում է քեզ շնորհքով եւ ողորմությունով։ Ալելույա, շնորհակալ ենք Աստվածս։ Այո, մենք ասում ենք այս խոսքերը մեզ համար է։ Շնորհակալ ենք սրտանց։ Ոչ մի զոր կատարեց նահայա ամբողջ պատը և պատիվը Հիսուսի մեղքերս ներված է երկինքը իմ է օրհնություն Հիսուսի Երկիր նրանով ենք մենք ազատ անգամ մահն է վարտված Հիսուսով է կյանք լրված Ոչիր նրա անունն ամենից վեր Քեզ կարող է նորոգել հարություն է նա արել կատարվեց նահայա այսօր էլ ամբողջ փառքը և պատիվը Հիսուսի մեղքերս ներված է ամեն երկինքը իմ տուն է Մենք այսօր կարող ենք բարձրացնել մեր ձեռքերը դեպի մեր հրաշալի Աստվածը
եւ սրտանց երգելու ասել չեմ մոռանա ինչ նա արեց ինձ համար չեմ մոռանա շնորհակալ եմ Տեր ինչ նա արեց չեմ մոռանա ինչ նա արեց մեզ համար չեմ մոռանա ինչ նա չեմ մոռանա չեմ մոռանա չեմ մոռանա ինչ նա արեց նա դարձեց նա հայա Շնորհակալ եմ Հովիվ ջան, սրտանց շնորհակալ եմ այս հնարավորության համար, որ պատիվ անձեռնված այսօր կիսվելու, Տիրոջ եմ բազում օրհնություններից, որ Տերը արել է իմ կյանքում։ Այսօր խոսելու եմ, թե Տերը ոնց է օրհնել իմ ֆինանսները։ Ես այս բաժինը չեմ սիրել, զոհաբերության բաժինը չեմ սիրել, նախ ես հիշում եմ, երբ որ գալիս է եկեղեցի, չէի սիրում այս բաժինը, որովհետև ես տալու հետ խնդիր ունեի։ Ես տալ չէի սիրում ու ես չէի գիտակցում, որ իմ սիրտը կապված է գումարի հետ ու փառք եմ տալի Տիրոջը իմ տան համար, այն խոսքի համար, որ Հովիվս փոխանցում է, ես վկայում եմ, որ այդ խոսքը շատ է փոխել իմ էությունը, ազատագրել է ինձ շատ բաներից։ Կկիսվեմ ձեզ հետ առակաց 11-րդ գլխի 24-րդ համարը։ Մարդ կա, որ իր ստացվածքը ցրելով ավելացնում է, եւ կա, որ շատ է խնայում ու աղքատություն է հասնում։ Այս իմ մասին էր այս խոսքը։ Ու երբ որ տարիներ հետո կարդացի, ասի Տեր, ինչքան ողորմած ես, որ ինձ ազատեցիր գումարի հետ կապվածությունից։ Տերը օրհնի ինձանից առաջ գնացող ծառայողներին, շնորհակալ եմ իրանց մեծ ներդրումի համար, որ ունեցել են իմ կյանքում։ Աստծո խոսքը բժշկեց իմ ներսը։ Բժշկեց ու ես ազատվեցի այդ կապվածությունից։ Մաղաքիա 3-րդ գլխի 10-րդ խոսքը։ Ամբողջ 10-որդը գանձատուն տարեք, որպեսզի իմ տան մեջ պաշար լինի։ Եվ սրանով ինձ մի փորձեք, ասում է զորքերի Տերը, թե արդյոք ձեզ համար չեմ բացելու երկնքի պատուհանները եւ օրհնություն հեղեղելու ձեզ վրա, այնքան շատ, որ բավարար տեղ չլինի։ Այս խոսքը բժշկեց իմ ներսը։ Ես 10-որդի մեջ կանգնեցի, շնորհակալ եմ Տիրոջը ամեն բանի համար։ Տարիների ընթացքում, երբ որ ես հավատարիմ կանգնեցի 10-որդի մեջ, Աստված օրհնեց իմ սեփական գործը։ Ես առևտրի կենտրոնում ունեցա իմ բաժինը, ու Տերը օրհնելով օրհնում էր, բայց գալիս էր միտեղ, որ ես կանգառ էի ունենում։ Ու առաջ չէի գնում, ու միշտ փնտրտուքի մեջ էի, Տեր ինչ անեմ, ինչը ճիշտ չեմ անում, որովհետև Հովիվս սովորացրել է, եթե դու կանգառ ունես, պիտի հարցնես Տիրոջը, այ ինչ է այդպես չես անում։ Ու ես հարցնում էի, Տեր, ինչ անեմ, ոնց անեմ, ու հիշում եմ մի անգամ, երբ որ Հովիվս խոսում էր 10-րդ ընծազոհաբերության մասին, սենց բան, որ այ լավ է, որ 10-որդը տալիս ես, պաշտպանություն կա, բայց ցանկ չկա, չես ցանում, որ չես ցանում, ոնց հնձես, շնորհակալ եմ, այդ օրը բան փոխվեց իմ կյանքում, բացվեց, միտքս բացվեց։
Ու ես հասկացա, որ ես այդտեղ չկամ, հա, որ ես ցանելու մեջ առաջ չեմ գնում։ Ես միտեղ եկել էր ու կանգառ էի տվել, ես առաջ չէի գնում։ Սկսեցի վերանայել իմ զոհաբերությունը ընծան ու այդտեղ բան փոխեցի։ Երբ որ բան փոխվեց, իմ կյանքում էլ բան փոխվեց։ Մի տարի հետո ես արդեն ունեցա իմ խանութը, բաժինը փոխվեց խանութի։ Տերը օրհնի, փառքեր եմ տալի քեզ, Տեր ջան, շնորհակալ եմ։ Վերջում կուզեմ կարդանք միասին Երկրորդ Կորինթացիների 9-րդ գլխի 6-րդ խոսքը, որովհետև ով խնայողաբար սերմանում է, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով առատությամբ է սերմանում, առատությամբ էլ կհնձի։ Այո, եւ ամեն եմ ասում Տիրոջ խոսքին։ Ու իմ բաժինն է, որ այս խոսքը դնեմ իմ սրտի մեջ, իմ կյանքի մեջ, գործի մեջ, ոնց որ սովորացրել է հովիվս, ու տեսնեմ Տիրոջ օրհնությունները։ Երբ որ ես գալիս եի եկեղեցի արդեն 18 տարի է Տիրոջ տանն եմ, ես մի հատ ծածուկ երազանք ունեի, որ Ալավերդիում բարձրանա Աստծո տունը։ Ես եմ իմացել ու Տերը։ Ու ես սկսեցի աղոթել դրա համար։ Երբ որ մի տարի առաջ Անուշքուրն ասեց Գոհար ջան, պիտի գանք Ալավերդի ծառայենք, ներսս այնքան ուրախացավ ու Սուրբ Հոգին հիշացրեց քո երազանքն է։ Ես ասում եմ Տեր, ուզում եմ ավելի բարձրանա, որովհետև ես չէի հաշտվում, ես Ալավերդցի լինելով Ալավերդիում չկայի Աստծո տունը։ Ես ինձ այնքան վատ էի զգում, երբ որ շրջաններից գալիս էին ու Ալավերդիում չկար Աստծո տուն ու ես երազում էի ու աղոթում էի Տեր, ես էլ եմ ուզում Ալավերդիում բարձրանա Աստծո տունը ու մի տարի Տեր օրհնի Անուշ քրոջ ու իր թիմակիցներին մի տարի արդեն Ալավերդիում ունենում ենք ծառայություններ ու ես հավատում եմ, որ ավելիով պիտի բարձրանա Տիրոջ տունը։ Տերը օրհնի շատ սիրելիներս, շնորհակալ եմ ամեն բանի համար պարտական եմ Տիրոջ ու իր տանը, շնորհակալ եմ Հովիվ ջան շատ, Տերը օրհնի շատ։ Փառք Տիրոջը ամեն ողջ փառքն ու պատիվը Տերերի Տիրոջը եւ Թագավորների Թագավորին, որ ամեն ժամանակ պատրաստ է մեզ օգնելու, իր ձեռքը մեկնելու, ինչ իրավիճակում է որ լինենք։ Եկեք աղոթքով գանք մեր Տիրոջ առաջ։ Եվ ամեն անգամ համոզվում ենք, որ դու ամենալավն ես, ամենաբարին ու կատարյալը Տեր, միանշանակ, առանց կասկածի և վստահ ասում եմ, որ քո նմանը չկա ու չի էլ կարա լինի, դու այն բացառիկն ես, այն տարբերվողն ու չկրկնվողը, ոչ մի թերություն, միայն առավելություն ես դու Տեր ջան, օգնիր մեզ այսօր հանդիպենք քեզ, որովհետև քեզ հետ հանդիպումից հետո է, որ մեր կյանքում բաներ է փոխվում, սովորեցրում ես, որ երբ որ գալիս ենք եկեղեցի, քո առջև ենք կանգնում այն կարևոր նպատակներից լինի քեզ հետ հանդիպելը, քո կամքը կատարելը, քո ուզածը լինելը, քո աչքի առաջ ուղիղ լինելը, օգնիր մեզ Տեր ջան, որտև քո կարիքը մենք շատ ունենք, և թող մեր միտքը, մեր սիրտը բաց լինի այսօր այն խոսքի առաջ, որ դու տվել ես քո օծյալի միջոցով, այն զորավոր դասերի համար, որ միշտ լսում ենք, և հետագա վայրկյաններն ու րոպեները հանձնում ենք քո սուրբ ձեռքերի մեջ, և ողջ փառքը տալիս ենք Հորը Որդուն և Սուրբ Հոգուն, ամեն։ Տերը օրհնի ձեզ, կարող եք նստել։ Կխնդրեմ ինձ հետ բացեք Ավետարան ըստ Ղուկասի 5-րդ գլուխ, առաջին խոսքից կկարդամ։ Եվ եղավ, երբ որ ժողովուրդը նրա վրա կիտվում էր Աստծո խոսքը լսելու, եւ ինքը Գենեսարեթի ծովակի մոտ կանգնած էր, եւ երկու նավ տեսավ ծովակի մոտ կանգնած։ Ձկնորսներն էլ նրանցից դուրս էին եկած եւ որկանները լվանում էին։ Եվ նա մտավ նավերի մեկի մեջ, որ Սիմոնին էր, եւ խնդրեց նրան նավը ցամաքից մի քիչ ներս տանի, նստեց եւ նավիցը սովորեցնում էր ժողովուրդներին։
Եվ երբ որ խոսելուց դադարեց, Սիմոնին ասեց. «Նավը դեպի խորը տար, եւ ձեր ուրկանները գցեցեք որսի»։ Եվ Սիմոնը պատասխանեց եւ ասեց նրան. «Վարդապետ, բոլոր գիշերն աշխատեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խոսքի համար ուրկանը կգցեմ»։ Եվ երբ որ այս արին, ձկների մի մեծ բազմություն ներս փակեցին, եւ նրանց ուրկանը պատառվում էր, եւ նշան էին անում մյուս նավի մեջ լինող ընկերներին, որ գան իրենց օգնեն, եւ նրանք եկան եւ երկու նավը լցրին, մինչեւ որ թաղվում էր։ Փառք Տիրոջը, ես այս խոսքը իմ ներսում երկու մասի էի բաժանել. մարդն առանց Աստծո պարտություն եւ մարդ Աստծո հետ կատարյալ հաղթանակ։ Տեսեք, այստեղ գրված է, որ Պետրոսը ամբողջ գիշեր տանջվել է իր ընկերների հետ եւ ոչ մի բան չի բռնել։ Եվ հենց այդ նույն տեղում Հիսուսը նրան ասում է. «Նավակդ խորը տար եւ ուրկանդ գցիր»։ Գիտես, փառք Տիրոջը, որ Պետրոսը վստահեց եւ Պետրոսը կատարյալ հաղթանակ ունեցավ այն տեղում, որտեղ որ պարտվել էր առանց Աստծո։ Ես շնորհակալ եմ Տիրոջը, որ միշտ մեզ օգնում է եւ ես քեզ ուզում եմ ասեմ, որ ինչ իրավիճակում է որ դու լինես, իմացի որտեղ որ դու պարտվել ես, դու Աստծո հետ միշտ կատարյալ հաղթանակ ես ունենալու եւ Աստված քեզ օգնելու է ինչ իրավիճակում է որ դու լինես։ Եթե դու հասել ես այնտեղ, որ մտածում ես էլ ելք չկա, ես քեզ ասում եմ, որ դու Աստծով հաղթելու ես, որտեղ Պետրոսը հաղթեց այնտեղ, որտեղ որ ինքը պարտվել էր, ամբողջ գիշեր էր տանջվել եւ չէր հաղթե եւ շատ կարճ ժամանակում Աստծո հետ հաղթեց եւ օրհնվեց ավելին, քան ինքը պատկերացնում էր։ Եվ ոչ միայն իր, այլ նաեւ իր ընկերներին կարողացավ օգնել։ Ես այստեղ նաեւ մի նախադասություն էի ինձ համար առանձնացրել եւ ինձ հետ համեմատական էի տանում։ Տեսեք, ասում են նստեց Պետրոսի նավը եւ սովորեցնում էր։ Եվ երբ որ սովորեցրեց, վերջացրեց, Պետրոսին ասեց նավակը տար խորը, որ հիմա պետքա որսանես։ Առաջի բանը Պետրոսի վրա դա եկավ կասկածը։ Ես այսպես եմ հասկանում, որտեղ Պետրոսը նրան ասում է ամբողջ գիշեր տանջվել ենք եւ ոչինչ չենք բռնել։ Բայց փառք Տիրոջը, որ Պետրոսը հնազանդվում է Տիրոջը եւ ասում է, բայց որ ասում ես, ուրեմն կհնազանդվեմ։ Ես այստեղ ինչի եմ ասում, ինձ հետ համեմատական էի բերում, որտեղ շատ ժամանակ ա եղել, երբ որ ես եկել եմ եկեղեցի եւ խոսքը լսել եմ, գործի եմ դրել եւ հաղթել եմ։ Կան այստեղ մարդիկ, ովքեր որ խոսքը գործի են դրել եւ հաղթել են։ Փառք Տիրոջը եւ ասեմ, ես դա ոնց եմ արել։ Ես խոսքը լսել եմ, գնացել եմ տուն, սկսել եմ խոսքը ավելի ուսումնասիրեմ։ Եվ երբ որ դու խոսքը ավելի ես ուսումնասիրում, հասկանում ես, որ այն բացասական մտքերը, այն առօրյա իրավիճակը քո մտքից կարծես թե հոդս է ցնդում եւ դու մնում ես միայն դու ու Աստծո խոսքը։ Եվ երբ որ Աստծո խոսքը քո ներսում է լինում, իմացի դու գտնում ես այն բանալիները, որ եւ այն հաղթանակները, որ Աստված պատրաստել էր քեզ համար։ Բայց եղել են իրավիճակներ, որ ես եկել եմ դալիճ եւ խոսքը լսել եմ, բայց ինչպես հաճախ մեր հովիվն է շատ ասում, եկել ձեր միտքը գնում է ու միտքդ գնացել է ու դու ոչ մի բան էլ չկարողացար այդ օրը հասկանալ, այն ինչ որ Աստված քեզ համար պատրաստել էր։ Որովհետև ասում են նավակը նստեց եւ սովորեցնում էր։ Սովորեցնելուց հետո Պետրոսին ասեց եւ Պետրոս առաջի պատասխանը հենց այդ կասկածն էր, որ ամբողջ գիշեր տանջվել եմ եւ ոչինչ չեմ բռնել։ Բայց շնորհակալություն Տիրոջը եւ մեր հովին շատ, որ լսում ենք այս զորավոր դասերը եւ գործի ենք դնում ու օրհնվում ենք։ Փառք Տիրոջը Աստծո տան համար ես այնքան ուրախ եմ եւ հպարտ եմ, որ Տիրոջ տան զավակն եմ, Աստծո տան զավակն եմ։ Առակաց 8-րդ գլուխ 14 խոսքից կկարդամ ձեզ։ Իմն է խորհուրդը եւ հաջողությունը։ Ես եմ հանճարը, զորությունը իմն է։ Ինձանով են թագավորները թագավորում եւ նախարարները արդարության կանոններ դնում։ Ինձանով են իշխում իշխանները, նաեւ ազնվականներն ու աշխարհի բոլոր դատավորները։ Ես ինձ սիրողներին կսիրեմ եւ ինձ կանող որոնողները կգտնեն ինձ։ Հարստություն եւ փառք կա ինձ մոտ, ընտիր ստացված եւ արդարություն։ Լավ է իմ պտուղը ընտիր մաքուր ոսկիից եւ իմ որդիկը ընտիր արծաթից։ Ես ման եմ գալիս արդարության ճանապարհումը, իրավունքի շավիղների միջումը, որ ինձ սիրողներին էական բարիք ժառանգեցնեմ եւ նրանց շտեմարանները լցնեմ։
Ինչ դժվարության մեջ է որ լինես, հիշիր, Աստված քո ուժերից վեր քեզ երբեք ոչ մի բան չի տա։ Դու պատկերացնում ես մենք ում հետ գործ ունենք։ Այս երկրագունդը, այս ամեն ինչը մեր Տիրոջինն է։ Եվ մեզ պատիվ անձրվել կոչվել իր զավակները։ Ես շատ շնորհակալ եմ եւ որ փառքը տալիս եմ իմ Տիրոջը, որ ես պատիվ ունեմ իր գործի մեջ, իր տան համար, ինչ որ մի բաժին ունենամ։ Եվ վերջում կխնդրեմ բոլորս ոտքի կանգնենք, միջև որ կանենք մեր զոհաբերությունները։ Սա շատ տարիներ առաջ է իմ սրտին դրվել, ես միշտ ուշադրություն եմ դարձրել մեր եկեղեցու այն դրանը, որտեղ տեղի է ունենում մութն ու ելքը։ Շատ տարիներ առաջ, երբ որ մայրս ինձ ասեց, որ արի գնանք եկեղեցի, գիտեք, ինքան հեշտ է, երբ որ դու գիտես, որ տանից դուրս ես գալու ու կոնկրետ տեղ ես գնալու։ Դժվար է, երբ որ դու տանից դուրս ես գալու ու դու քեզ ինչ-որ բան ա պետք, բայց դու չգիտես որտեղ ա դա։ Դու պետքա փնտրես։ Բայց երբ որ դու գիտես, որ տանից դուրս ես գալու ու գնալու ես կոնկրետ տեղ, որտեղ որ հավաքվել են ու պաշտում են Տիրոջը, դու հեշտությամբ ես գնում այդտեղ։ Եվ ես շնորհակալ եմ Տիրոջը, որ այդ օրը ես Կայարանի դահլիճում եմ առաջ անգամ եկել եւ շնորհակալ եմ այդ օրվա այդ զոհաբերություն անողներին, տասանորդ տվողներին, ընծանողներին, որովհետեւ այդ ընծաների, տասանորդների, զոհաբերությունների շնորհիվ կար այդ դահլիճը։ Եվ այդ օրը ես մտա դահլիճ, որտեվ տանից դուրս եկա եւ կոնկրետ եկա այդ տեղը եւ ես հանդիպեցի Տիրոջը։ Այդ ամեն ինչը հենց այնպես չի լինում, մարդիկ իրենց ֆինանսները, իրենց հոգսերը, ամեն ինչը կտրում են, գալիս են այստեղ եւ իրենց զոհաբերությունն են անում, որ շատ մարդիկ գան կոնկրետ տեղ եւ այս մուտքից այնքան մարդկանց ենք տեսել, որ ամբուժելի հիվանդությունով ներս են մտնում, բժշկված գնում են։ Եվ տարբեր հիվանդություններով են եկել եւ բժշկված գնացել են։ Տարբեր հոգսերով, տարբեր խնդիրներով, մարդիկ որ մտածել են, որ իրանք միայնակ են եւ եկել են տեսել են, որ հարյուրավոր մարդիկ պարզապես ուրախ են, որ ինքը այդտեղ ներկա է։ Եվ ես ուզում եմ զոհաբերությունից առաջ ասեմ, որ միշտ հիշիր, որ քեզ համար է մեծ պատիվ, երբ որ դու պատիվ ունես, քո զոհաբերությունը անես։ Ինչ զոհաբերություն էլ ուզում ես արա, մեկը քեզ համար է մեծ պատիվ, որ դու պատիվ ունես Տիրոջ տան համար անել քո զոհաբերությունը։ Լինեք օրհնված, Տեր օրհնի ձեզ շատ։ Աստծուն այսօրվա համար։ Սիրելի եկեղեցի, բոլորիս օրհնված կիրակի։ Խնդրում եմ նստեք։ Ուզում եմ վկայել այսօրի մասին, որ Աստծո խոսքը վերափոխել է իմ կյանքը։ Մինչև Տիրոջը ճանաչելը եւ խոսքը լսելը իմ կյանքում ծանր իրավիճակներ էր լինում, որ ինձ մոտ կարող էր առաջանալ տրտունջ, առաջանալ դժգոհություն, բողոք, կյանքի նկատմամբ անտարբերություն։ Բայց ինչքան երանելի եմ ես, որ Աստված ողորմած ինձ եւ ճանապարհ հարթեց ինձ դեպի իր տուն, փառք Տիրոջը դրա համար։ Ու հիմա ասում եմ, չգիտեի թե ուր կլինեի ես եւ ինչքան դժբախտ մարդ կլինեի, փառք Աստծուն, հենց այսօրվա համար։ Այժմ ամեն բանի մեջ ես փորձում եմ լավը տեսնել եւ գոհանալ։ Խոսքը վերափոխել է նաեւ իմ մտածելակերպը, որտեղ ես առաջ պարտվում էի, հիմա հաղթում եմ։ Իմ մեջ փոխվել է նաեւ վերաբերմունքը, վարվելակերպը մարդկանց հանդեպ։ Սիրում եմ հիմա կյանքը։ Ավելի կամեցող եմ, համբերատար, սիրող եւ կամեցող։ Այսինքն փոխված էությամբ քրիստոնյա լինելը օգուտ է թե տվյալ մարդին, թե ընտանիքին եւ թե շրջապատին։ Ամեն, այո։ Աստծո խոսքը նորոգել եւ նորոգում է մինչեւ հիմա ինձ։ Ինչպես Հռոմեացիս 12:2-ում է գրված. Մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ,
Եվ դա ասեմ, որ միանգամից չի լինում, այլ աստիճանական ընթացք է, որը կատարվում է Սուրբ Հոգու միջոցով։ Սուրբ Գիրքը ինչ է ասում։ Սուրբ Գիրքն ասում է. «Ճաշակեցեք Տիրոջը եւ կտեսնեք, որ Տերը քաղցր է»։ Այո, իսկապես Տերը քաղցր է։ Դեռ 13-14 տարի առաջ ես զգացել եմ Տիրոջ քաղցրությունը եւ մինչեւ հիմա վստահ կարող եմ ասել, որ ուր պիտի գնայի, որ այսքան պաշտպանված ու սիրված լինեի, չէ որ Աստված սեր է եւ իրենից հեռու մահ է։ Ես հիմա իմ հույսը միշտ դրել եմ Աստծու վրա եւ ինչպես Երեմիա 17:5-ում է ասում, այսպես է ասում Տերը. «Անիծյալ լինի այն մարդը, որ մարդի է ապավինում եւ իր մարմինը բազուկ շինում եւ իր սրտովը խոտորվում։ Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում եւ Տերն է նրա հույսը»։ Հալելույա։ Այժմ ես գտել եմ իմ հանգիստը, խաղաղությունը եւ փրկությունը, եւ որի համար ես շնորհակալ եմ եւ փառք եմ տալիս իմ Տիրոջը։ Որպես վերջաբան ուզում եմ կարդալ եւ սիրում եմ այս խոսքերը, որը գրված է Սաղմոս 91-ում։ Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ամեն։ Ես կասեմ Տիրոջը, իմ ամրոց, իմ ապավեն, իմ Աստված, որին ես հուսացած եմ, փառք Տիրոջը։ Շնորհակալ եմ ձեր սրտացավ ծառայությունների համար, որի շնորհիվ ես եւ շատերս գնալով նմանվում ենք Տիրոջը։ Եվ այս բոլորի համար ես պարտական եմ իմ Աստծուն եւ իր տանը։ Մենք Արարատի Վեդի խումբը, ժողովուրդը օրհնում ենք, եկել ենք օրհնելու եւ օրհնվելու։ Ամեն։ Օրհնված լինեք։ Տեր օրհնի շատ իմ Աստծո ժողովուրդ, Աստծո տան ժողովուրդ։ Փառքեր Աստծուն այսօրվա համար։ Փառքեր եւ գոհություն եմ բարձրացնում իմ Տիրոջը, որ պատիվ ունեմ այստեղից գոհանալու, Աստծո գործերը պատմելու, թե Տերը ինչ բարի է, թե Տերը ինչ բազում հրաշքներ է գործել իմ կյանքում, իմ եւ իմ ընտանիքի կյանքում։ Փառքեր Աստծուն դրա համար։ Շատ շնորհակալ եմ։ Իմ արջևից գնացող Աստծո մարդուց, իմ անուշ քրոջից եւ բոլոր այն թիմակիցներից, ովքեր որ այս տանն են եւ իմ հետ են եղել ամբողջ տարիների ընթացքում, ինձ աջակցել, իմ կողքին քայլել են, իմ հետ հավասար ճանապարհ են անցել։ Տերը օրհնի շատ բոլորիդ։ Ես սկսեմ նրանից, որ էության փոփոխություն, այսպես ասած, հենց այնպես չի լինում, դրա համար ջանքեր է պահանջվում։ Այսինքն իմ ականջին հասնելով, խոսքը գործի դնելով ես փոխվել եմ, փառքեր Աստծուն դրա համար։ Արդեն 10 տարի է ինչ գտնվում եմ Վանաձորի Աստծո տան եկեղեցում, Տերը շատ օրհնի Վանաձորի Աստծո տուն եկեղեցին, եւ այս տարիների ընթացքում ինչքան ջանք ու եռանդ է պահանջվել, որ ես հասել եմ այստեղ, դա հենց այնպես չի եղել։ Նախկինում ես շատ փոթորկված էի, տեղս չէի գտնում, խաղաղություն չունեի, քանի որ դեռ չէի ճանաչում Աստծուն։ Երբ որ ես ճանաչեցի Աստծուն, հասկացա, թե ինչ բարի է Տերը, թե ինչպես Տերը ինձ փոխեց, իմ կյանքում բան փոխեց։ Այսինքն իմ կյանքում տիրում էր այնպիսի քաոս, որ ես անելանելի վիճակում էի, ես ինքս չէի կարող այդ վիճակից դուրս գալ։ Եթե խոսքը չլսեի, գործի չդնեի, ապա ապարդյուն էր այդ ամենը։ Ես փոխվեցի եւ հիմա գտել եմ իմ խաղաղությունը, փոխվել է իմ էությունը, շատ բաներ ա փոխվել իմ էության մեջ։ Նախկինում ես շուտ էի նեղանում, շուտ էի խառնվում իրար, շուտ էի մեղադրում, այդ ամենը մեկտեղ անցել է, փառքեր Աստծուն դրա համար։ Տերը նաև ինչպիսի հրաշքներ ա գործել, բժշկության բազում հրաշքներ ա գործել, թե իմ ընտանիքի անդամների հետ։ Հասկացել եմ մի բան, որ Տերն է իմ բժիշկը,
որ ես միայն Տիրոջս եմ հավատացած, երբ որ բժշկության ծառայություն ա եղել, հովիվը աղոթեց եւ ես հասկացա, որ իմ մոտ անցավ այդ խնդիրը։ Իմ աչքերս անընդհատ կարմրում էին, ուրչում էին, ցավից գլխացավեր ունեի, անընդհատ վատ էի զգում, նույնիսկ չէի կարողանում ոչինչ ելք գտնեմ։ Այսինքն, երբ որ ես օգտագործում էի բազում դեղեր, գնում էի բժշկի, բայց ոչ մի օգուտ չկար։ Բայց երբ որ ես եկա այս մայր եկեղեցին, Աստծո տուն, երբ մոտեցա խնդրեցի Հովիվ ջան կարիք ունեմ աղոթքի, հավատքով վերցրեցի եւ հասկացա, որ Տիրոջ միջոցով է բժշկությունը, Աստծո սիրելի ժողովուրդ, հավատացեք, որ միայն մեր բժիշկը մեր Տերն է, Տերը կարող է բուժել բազմաթիվ ցավեր, դա իմ փորձով եմ ասում, փառքեր Աստծուն, եւ անցավ րոպեներ ես զգացի, որ ցավերը կորան, ճանապարհին տեսա, որ ոչ մի գլխացավ չունեմ, հասա տուն ես ինձ թրջունի պես սավառնում էի, թրջունի պես ազատ էի զգում, մինչ այդ ցավերում խոտորվում էի, անցան օրեր, տարիներ, արդեն 3 տարի է, որ ես բժշկված եմ, ոչ մի աչքի ցավ չունեմ, փառքեր Աստծուն դրա համար, նաև ուզում եմ ձեզ հետ կիսվել ֆինանսների հարցում, նախկինում շատ դժվար է եղել, երբ որ տուն գալիս է եկամուտ, շատ եկամուտ, այսինքն ամեն ինչ այնքան էլ շատ չի լինում, շատը միշտ չի հերիքում, այսպես ասած, բայց փառքեր Աստծուն հասկացել եմ մի բան, որ չենք օրհնվել, այսինքն օրհնություն չի եղել, այդ եկամուտներից երբևիցե չենք օրհնվել, բայց երբ որ ես հասկացա, թե ինչ է 10-րդ տալը, դա ինձ բացվեց խոսքի միջոցով, որքանով որ ցանենք ներողություն, այնքանով էլ կհնձենք, այսինքն մենք պետք է հունձքի մեջ միշտ առաջ գնանք, ցանելու մեջ միշտ առաջավոր լինենք, եւ ես հասկացա մի բան, որ երբ որ ես 10-րդում կանգնեցի հաստատուն, հասկացա, որ Տերը ինձ ավելիով օրհնեց, քան նախկինում, փառքեր Աստծուն դրա համար, թե կանելի բաներ, որ շտկելու, ավելի փոխվելու, թե էության մեջ, թե ֆինանսների մեջ, ավելի հաստատուն կանգնեմ, Տիրոջս տան մեջ, ինչքանով որ կամ Տիրոջով եմ, փառքեր Աստծուն մեր այս տան համար, մեր ժողովրդի համար, իմ հովվի համար, իմ առջևից գնացողների համար, Տերը ձեզ շատ օրհնի, ուզում եմ ձեզ հետ կիսվել Աստվածաշնչի խոսքից, Մատթեոս 7-րդ գլխի 7-րդ խոսքից, խոսքը մեզ բացվում է եւ խոսքը գործի ենք դնում եւ մեզ համար բարիք է լինում, ես դա ինձ եմ ասում, փառքեր Տիրոջը, խնդրեցեք եւ կտրվի ձեզ, որոնեցեք եւ կգտնեք, դուռը թակեցեք եւ կբացվի ձեզ, որովհետեւ ամեն խնդրող առնում է եւ որոնողը գտնում է եւ թակողը թակողին բացվում է, փառքեր Աստծուն դրա համար, տարիներ առաջ ես որոնել եմ Աստծո տունը, Աստծուն, տարիներ առաջ ես փնտրել եմ, բայց փառքեր Աստծուն, որ գտել եմ Տիրոջը, Տիրոջ մեջ ես շատ լավ եմ զգում ինձ, Տիրոջ տան մեջ ես ինձ շատ ազատ եմ զգում, ինձ տրվում այն հարցի պատասխանը, որ կյանքում երբևիցե չի տրվել, ես այստեղ դաստիարակվել եմ խոսքի միջոցով, որը որ նախկինում ես դա չեմ զգացել, թեկուզ եւ մարդը լինի ավարտած, թեկուզ եւ լինի որքանով գիտուն, որքանով բանիմաց, որքանով թերի, դա հեչ կապ չունի, կարևորը Աստծո խոսքի մեջ հավատարիմ մնալն է, փառքեր Աստծուն դրա համար, Տերը օրհնի ձեզ բոլորից շատ։ Սիրելի Աստծո տուն, Տերը օրհնի բոլորիդ։ Շնորհակալ եմ այս պատվի համար, որ ինձ ընձեռնվել է առիթ, որ վկայեմ իմ կյանքում եղած փոփոխություններից մեկի մասին։ Ի սկզբանե կուզեմ խոսեմ այն մասին, որ բոլորիս տներում, խոհանոցներում կան տարբեր մանր-մունր սերմեր, օրինակ բիբարի փոքր հատիկներ կամ ծիրանի կորիզներ, լոբու հատիկներ եւ մեզ բոլորս առօրյա ծանոթ երևույթ է, որ դրանցից բոլորն էլ ի սկզբանե նախատեսված են եղել, որ
իրանցից բազում անգամ ավելի մեծ բան դառնան, ծառեր դառնան, թուփ դառնան, ամեն մեկը իր տեսակի պես։ Եվ այդ ամեն ինչի համար ի սկզբանե նախատեսված է, թե ի սկզբանե պետք է պայմաններ լինեն, այսինքն հող պետք է լինի, որի մեջ այդ սերմերը գծվելով պետք է դառնան լավ ու բարի ինչ-որ մի բան, ծառ, թուփ ու ամեն մեկը իր տեսակի պես պտուղ տա համապատասխան։ Եվ կուզեմ միասին ընթերցենք Ղուկասի ավետարանի 8-րդ գլխի 5-րդ խոսքից, որտեղ Տերը սերմնացանի առակում համեմատում է այդ հողը մեր սրտերի հետ։ Սերմ ցանողը դուրս գնաց իր սերմերը ցանելու, եւ նա սերմանելիս, որը ճանապարհի մոտ ընկավ, եւ կողվեցավ, եւ երկնքի թռչունները նրան կերան։ Սիրելիներ, հաճախ լինում է, որ երբ որ սերմնացանը գալիս է սերմը ցանելու, այսինքն խոսքը փոխանցվում է մեզ, Տիրոջ խոսքը։ Մեր սրտերում ինչ որ մի բան է կատարվում, մեր հողերում ինչ որ բան է կատարվում, որ խոչընդոտում է, խնդիր է առաջացնում։ Մենք կամ լավ չենք հասկանում, կամ ինչ որ մի խնդիր է առաջանում, որի պատճառով դուրս գալուց եկեղեցուց մոտ 1 ժամ անց թեկուզ արդեն որ հարցնում են ինչ է կատարվել, ինչի մասին խոսած հովիվը կամ խոսացողը, մենք պահիտակ մեկ է մոռանում ենք, թե ինչ էր, եւ նմանվում ենք այս հողատեսակին։ Իմ հետ շատ է կատարվել sense բան։ Եվ ուրիշը ապարաժի վրա ընկավ, եւ բուսնելու ժամանակին չորացավ, հյութի պակասության պատճառով։ Այստեղ խոսում է այն մասին, որ մենք քարացած ենք մեկ է դառնում ինչ որ պահիտակ։ Եվ մեր սիրտը իհարկե ընդունում է այդ բանին, ոգևորվում ենք մենք խոսքով, բայց դա տևական ժամանակ չի լինում, որովհետև դա խորը չի գնում մեր սիրտը, որովհետև մենք քարացած ենք։ Հաջորդը ասում է եւ ուրիշն ընկավ փշերի մեջ, եւ փշերը նրա հետ բուսան եւ խեղտեցին նրան։ Այս պահում նկարագրում է մի բան, որ մենք իհարկե արդեն խոնավություն կար, համապատասխան, հողը բարի էր, բայց կար ուրիշ խնդիր, կար փուշ, որը որ աճում է մեր հետ զուգահեռ, որը կարա լինի օրինակի համար իմ դեպքում եղել է ուրիշների կարծիքը, որը որ կարա խոչընդոտ առաջացնի Տիրոջ խոսքը պտուղ տալուն, որ աճի, բազմանա ու պտուղ տա։ Եվ ասում է եւ ուրիշը ընկավ այն բարի պարարտ երկրի վրա եւ բուսավ հարյուրապատիկ պտուղ տվավ։ Այս բաները խոսալիս աղաղակեց, ով որ լսելու ականջ ունի, թող լսե։ Ամեն։ Այս բանի հիման վրա կուզեմ վկայեմ իմ կյանքում եղած մի փոփոխության մասին, որը որ իմ պատկերացրածից շատ ավելի վեր էր։ Երբ որ ես փոքր էի, ես հանրության առաջ խոսելիս ահավոր ամաչում էի։ Շատ էի ամաչում։ Ես ամեն ձև մանկապարտեզի սկսած են ելույթներից, միջոցառումներից միշտ խուսափել ու փախել եմ, որովհետև ամենաշատը ինչից որ վախենում էի, դա խայտառակ լինելն էր։ Ինչ որ մի բան սխալ անել ու տես կարմրել, տես ուղղակի եռում էի, երբ որ տենց մի բան պետք լիներ ու ամեն ձև անում էի, որ խուսափեի դրանից։ Դրա հետևանքով առաջացել էր մի ամոթ խոսելուց, մարդկանց ինչ որ մի բան պատմելուց։ Դա ընթացքում վերածվեց պատանեկության տարիներին ու ավելի մեծ տարիքում վերածվեց մի ուրիշ բանի, որ ես ամաչում էի վկայել Տիրոջ մասին։ Որովհետև ես հասկանում եմ, որ հասարակությունը չի ընդունում դա, մեծ հասարակությունը։ Նկատում էի ոնց են ուրիշներին ծաղրում կամ ցածրացնում։ Եվ այդ ամենի հետևանքով ամենակիչը ինչ որ կարայի ես պատկերացնեի, դա ավետարանչություն անելն էր։ Ես որ մտածում եմ, որ կարա ինչ որ մի օր Տերը ինձ միսիայի ուղարկեի, մտածում ասում էի, Տեր ջան, մենակ այդ չլինի։ Բայց Տերը ուրիշ ծրագիր ուներ իմ կյանքում, ոնց հասկացա։ Մի օր Տերը ինձ հասկացրեց, որ ես չափից շատ եմ մտածում ուրիշների կարծիքի մասին։ Որ իմ սրտում կան փշեր, որոնք որ չեն թողում, որ այն գործը ինչ որ Տերն է նախատեսել իմ համար, ես անեմ։ Ժամանակի ընթացքում, երբ որ ես սկսեցի ավելի գնահատել Տիրոջ խոսքը, ավելի շատ լսելով, կարդալով, աղոթքով, Տերը միտեղ տարավ, որ ես հասկացա, որ ոչ թե ես պետք է մտածեմ անօրեն մարդկանց կարծիքների մասին, որոնք որ ինքները նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչա փրկությունը, ով է Տերը, ինչ մեծ արժեք է դա,
Ես հասկացա, որ ես կեղծավորություն եմ անում ու վատություն եմ անում բոլոր նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր որ կարիք ունենալով ու առանց հասկանալու, որ իրանք կարիք ունեն Տիրոջ, իրանց վկայելուց։ Միշտ խուսափել եմ։ Եվ այդ առիթով ինձ մի sense բան վերցրեցի, որ թող ամաչեն բոլոր այն մարդիկ, ովքեր որ չար ու անօրեն բաներ են անում, ոչ թե նրանք, ովքեր որ արդարություն ու ճշմարտությունն են խոսում ու փրկության ճանապարհը ցույց տալի, որ օգուտ է լինում։ Իմ մեջ այս փոքր բանը փոխվելով ես հասկացա, որ պետք է վկայեմ մարդկանց Տիրոջ մասին, պարտադիր պետք է վկայեմ։ Հիմա առիթ եմ ման գալի, երբ որ նստում եմ տաքսի, տաքսիստին սկսում եմ ուսումնասիրել, թե որ կետից սկսեմ իր հետ Տիրոջ խոսքը խոսալը, որ օգուտ տա, որ խոսում եմ գործի տեղի ինչ որ մեկի հետ, միշտ ման եմ գալի, թե ինչի հետևանքով նա կսկսի սիրել Տիրոջը, ինչ խոսամ իր հետ։ Ու հիմա ես սիրում եմ ավետարանչությունը։ Այս փոփոխությունը այն փոփոխությունն էր, որ ես փոքրուց չեմ պատկերացրել, միշտ խուսափել եմ, բայց հիմա սիրում եմ։ Սա Տիրոջ մեծ փոփոխություններից մեկն է, որ իմ կյանքում եղել է։ Ի շնորհիվ այն բանի, որ Տերը իմ սրտի միջի այդ փշերը, որոնք որ խանգարում էին իր խոսքը աճելուն, այդ խոչընդոտը իմ մտքից, իմ անձից, իմ էությունից հանեց, փոխեց, որ հիմա ես կարողանամ պարարտ հողի պես ընդունեմ։ Աղոթում եմ, որ բոլոր այն տեսակի հողերը, ապառաժները, բոլոր այն չոր տեղերը, բոլոր այն եզրին ընկնող հատվածները վերանան իմ սրտից ու մեր բոլորի սրտերից։ Սիրելիներս, ուզում եմ կոչ անեմ բոլորիս։ Այսօր մենք եկել ենք այստեղ, որ Տիրոջ խոսքը լսենք։ Մեզանից է կախված, թե ինչ պտուղ կտանք մենք։ Ինձանից առաջին հերթին, թե ես ինչ պտուղ կտամ, կախված է, թե ոնց կընդունեմ այն սերմը, որը որ այսօր էլ ցանվում է եւ մինչեւ այսօր էլ ցանվել է։ Ու իմ վերաբերմունքից բխում է, թե ինչ կկատարվի հետագայում։ Թող այսօր բոլոր այն խոչընդոտները, բոլոր այն փշերը, ապառաժները, չոր տեղերը վերանան մեր սրտերից եւ Տիրոջ խոսքը ընդունենք ամբողջովին ու պտուղ տանք ամեն մեկը իր չափով 30, 60 ու 100 պատիկ։ Տերը օրհնի բոլորին։ Փառք Հիսուսին, ամեն։ Տերը օրհնի ձեզ, սիրելի եկեղեցի։ Ողջունում եմ ձեզ, սիրում եմ ձեզ, իսկապես կարոտում եմ։ Հովիվ ջան, շնորհակալություն վստահության համար։ Փառք Հիսուսին, իսկապես Տերը բարի է, հավատում ես։ Ամեն, որովհետև դա իսկապես այդպես է։ Կուզեմ անմիջապես անցնեմ խոսքին։ Խոսքը, որ ավելի ամուր ամրապնդվեց իմ սրտի մեջ, այսպես եմ վերնագրել, ում խոսքն ես ընդունում, հարցադրում եւ ինչ ձայներ ես լսում։ Փառք Հիսուսին։ Ներկայիս ժամանակակից աշխարհում շատ ձայներ կան։ Համաձայն ես։ Շատ ձայներ, շատ խոսքեր։ Գիտես, խոսքերը միայն նա չէ, որ հիմա ես խոսում եմ։ Ամեն բան կարծես թե այսօր խոսում է։ Գովազդներից սկսած, նկարներից սկսած, մարդկանց դեմքերից սկսած, ամեն բան խոսում է, լուր խոսում են։ Բայց արդյոք մենք այսօր ում խոսքն ենք ընդունում։ Ասեմ, որ Տերն էլ է խոսում։ Մեզ պարզապես հմտություն է պետք Սուրբ Հոգու հետ հաղորդության մեջ։ Մեզ պետք է ավելի մտերմություն, ամեն անգամ, երբեք չբավարարվես, Տիրոջը ճանաչում եմ վերջ։ Տերը այնքան մեծ է, որ ամեն օր ես ու դու կարիք ունենք Տիրոջը ավելի ճանաչելու, ամեն։ Չբավարարվենք եւ երբեք անսահմանափակ Աստծուն չսահմանափակենք։ Աստված երբեմն այնպիսի բաներ անում մեր մտքից վեր, որ մեր ուղակի ուղեղը չի կարող ըմբռնել։ Եվ հիշում ես առակած խոսքը, որ ասում է. քո հասկացողությանը մի վստահիր, այլ քո ամբողջ սրտով ապավինիր Տիրոջը։ Գիտեք, Աստծո խոսքը եւ այլ ժխտական ձայները, այլ բացական ձայները երկուսն էլ իրականություն են մեր օրերի մեջ, մանավանդ մեր օրերի մեջ, ներկա ժամանակների մեջ։ Եվ մենք բոլորս ամեն օր առնչվում ենք։ Եվ սա շատ հիմքային խոսք է, որպեսի քրիստոնյան լինի կայուն Տիրոջ ճանապարհների մեջ։
Որովհետև վերջի ժամանակներին կարծես թե մոտենում ենք։ Եվ շատ բաներ պետքա լինեն։ Հավատանք թե չհավատանք, ուզենք թե չուզենք, շատ բաներ կատարվում է եւ կատարվելու է։ Աստծո խոսքը անփոփոխ է։ Եվ ուղղակի հիշեցում, որ Տիրոջ խոսքերը իսկապես անփոփոխ է, կուզեմ արագ ընթերցել 3 ավետարանների մեջ 4 տեղ նշված է, որ Տիրոջ խոսքը մնայուն է։ Եվ Մատթեոս 5:18 ասում է, որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ, միչև որ երկինքը եւ երկիրս անցկենան, օրենքիցը մի կետ կամ մեկ պստիկ նշանագիր չի անցնիլ, միչև որ բոլորը չկատարվի։ Համաձայն ես։ Նույն Մատթեոս գլխի մեջ 24-րդ գլխի մեջ 35-րդ խոսքը ասում է, բոլորից քաջ ծանոթ, բայց եկեք ավելի լավ մտորենք այս խոսքերի վրա, սա Տեր Հիսուսի խոսքերն է, երկինքը ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերս չեն անցնի։ Մի պահ կանգ առի, տեսեք ինչ ասում Տեր Հիսուսը, երկինքը, երկիրը կանցնեն, անցնելու են, բայց իրա բերանից դուրս եկած խոսքերը ախր չի անցնել։ Արժե չէ այդ Տիրոջ այդպիսի մնայուն խոսքին վստահել։ Արժե չէ հենվել այդ խոսքի վրա, արժե չէ, որ մենք մեզ գցենք այդ խոսքերի մեջ, որ իսկապես նա մեզ հանգիստ է տալիս։ Մատթեոս ավետարանի մեջ Տերը ասում է, եկեք ինձ մոտ, ամեն հոգնածներ, վաստակածներ, եւ ես ձեզ հանգիստ կտամ։ Եվ Սաղմոս 23-ը շատ հրաշալի է, ակամայից նոր հենց եկավ իմ մտքի մեջ, Սաղմոս 23-ը։ Փորձեմ վերարտադրել Աստծո խոսքը։ Տերն իմ հովիվն է, և կարոտություն չեմ ունենա, նա քեզ ասում, ինձ ասում, մեզ ասում, նա կանաչ տեղերում խոսքը ասում է, հանգստացնում է ինձ, քեզ հանգստացնում է, միայն Տերը կարող է քեզ հանգիստ տալ, քո անհանգստությունից, քո խառնաշփոթությունից, քո մոլորությունից, քո մտատանջություններից, քո վախերից, միայն Տիրոջ մոտ է հանգիստը։ Եվ հանդարտ ջրերի մոտ տանում է ինձ, խոսքը շարունակում է։ Իմ անձին հանգիստ է տալիս, քո անձին հանգիստ է տալիս։ Եվ առաջնորդում է քեզ, ինձ, մեզ, իր անունի համար արդարության շավիղներումը։ Թեև գնամ մահիշուքի ձորումը, չար բանից չեմ վախենա, խի։ Խոսքը ասում է, որովհետև դու ինձ հետ ես։ Շուքի մեջ չի ասում հենց կոնկրետ մահի մեջ, շուկից հետո լույսն է գալիս, որովհետև քո գավազանը և ծուպը նրանք մխիթարում են ինձ, դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց, դու իմ գլուխը օծում ես յուղով, քո գլուխը օծում է յուղով, ամեն, և մեր բաժակը խիստ լիքն է, և հենց խոսքը այսպես էլ ասում է, հենց բարիք և ողորմություն կգան իմ ետևիցը իմ կյանքի բոլոր օրերումը, ամեն, բարիքները, օրհնությունները խոսքը ասում է, եթե դու իսկապես վստահես, դու չես ընկնելու նրանց հետևից, նրանք են ընկնելու քո հետևից, և ամենահրաշալի վերջնաբանում ասում է, և Տիրոջ տանը կբնակվեմ երկար ժամանակ, ամեն, փառք Հիսուսին, շնորհակալություն Տիրոջը, որ նա մեր միտքը ճկուն անում, իրա խոսքերը վերարտադրելու, ամեն, և Մարկոս 13:31-ն էլ ասում է, երկինքը և երկիրս կանցնեն, բայց իմ խոսքերս չեն անցնի, և Ղուկասի մեջ էլ նույն բանն է իմաստով ասում, և ավելի հեշտ է, որ երկինքը և երկիրս անցնեն, քան թե օրենքի մեկ պստիկ նշանագիր վայր ընկնի, 3 ավետարանի մեջ 4 տեղ նշում է, սա ինչի համար եմ կարդում, որ ամեն բան անցնելու է, բայց մեր Աստծո ասած որևիցե խոսք, որևիցե ստորակետ, բառ, նախադասություն, խոստմունք, ինչ որ ասել է քեզ, նա անելու է, որովհետև Թվոց 23:19 ասում է, Աստված մարդ չէ, որ սուտ խոսե, ոչ էլ մարդու որդի, որ զղջա, միթե կասե և չի անի, կամ կխոսե և չի կանգնեցնի, ամեն, և առաջի թագավորաց 15:29-ն էլ պնդում են նույն բանը ասելով, նաև Իսրայելի ապավենը սուտ չի խոսի,
եւ չի զղջա, որովհետեւ նա մարդ չէ, որ զղջա։ Հրաշալի է Տիրոջը վստահել բոլորովին։ Մենք մարդ ենք։ Եվ Աստվածաշունչն էլ ուսումնասիրելով տեսնում ես, որ Աստծո մարդիկ իրենք էլ են կամա թե ակամա բախվում իրավիճակների մեջ, որ սկսում են վախենալը, սկսում են տարակուսելը, բայց ամեն անգամ Տերը գալիս է։ Նույն բանն է այսօր մեր օրերի մեջ կատարվում։ Երբ որ մենք զորացած ենք լինում, երբ որ Կիրակի օրը մենք այստեղ լիցկավորվում ենք, շատ ժամանակ երկուշաբթի կամ չգիտեմ շաբաթվա ինչ որ մի օրվա մեջ այդ ամենը կարծես թե հոդս է ցնդում։ Բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան։ Տերը միայն Կիրակնորյա օրվա համար չէ մեզ համար խոս տալիս։ Նա տալիս է մեզ ամբողջ ապագայի եւ ընթացքի համար։ Ամեն։ Ուղղակի մեզ պետք է Տիրոջը պինդ բռնել։ Պինդ բռնել։ Ոչինչ, որ երբեմն վախենում ենք, ոչինչ, որ մոռանում ենք, բայց երբ որ պինդ ենք բռնում, Տերը մեզ հիշեցնում է եւ խոսքը ասում է Աստված իրան պինդ բռնողին երջանիկ կանե։ Ամեն։ Բարդ Տիրոջը Աստվածային երջանկության համար։ Ամեն բան կարող է քեզ լքել, թողնել, բայց Աստծո խոսքը մխիթարում է ասելով Սաղմոս 27:10, թեև հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տերն ընդունում է ինձ։ Փառք Հիսուսին, որ նա շատ հավատարիմ Տեր է։ Գիտեք, երբ որ սկզբից խոսեցի, որ այսօր ամեն բան խոսում է, այսօր ամեն բան կարծես թե ձայն է հանում, եւ թշնամին այդ ամենը օգտագործում է, որպեսի մեզ քրիստոնյաներիս, հոգևորներիս պրովոկացիայի ենթարկի։ Իսկապես եմ ասում։ Անկամ նա Աստծո խոսքն է կարողանում վերցնի եւ օգտագործի պրովոկացիա անելու։ Կասես ինչպես։ Հիշում եք Տեր Հիսուսը անապատում։ Եկավ ոնց եկավ թշնամին։ Ստախոսը, ի սկզբանե ստախոսը ինչպես եկավ։ Եկավ ասեց, գրված է, չխաբեց, գրված է։ Բայց Տեր Հիսուսը ասեց, նաև գրված է, ասեց հացին ասա, քարին ասա, հաց լինի, ասեց գրված է։ Բայց Տեր Հիսուսը ասեց, նաև գրված է, որ միայն հացով մարդ պետք է չապրի։ Նորից ուզում էր պրովոկացիայի ենթարկել Տեր Հիսուսին, ասելով. գրված է, քեզ վայր գցիր։ Գրված է, չէ՞ որ հրեշտակները քեզ վեր կառնեն, քո ոտքը քարի չի դիպչի։ Բայց Տեր Հիսուսը նաև ասեց, գրված է նաև, որ չի կարելի փորձել քո Տեր Աստծուն։ Ամեն։ Այսօր սիրելիներս նաև մենք պետք է ուշադիր լինենք Տեր Հիսուսի խոսքերին հմուտ իսկապես լինելով, հովիվը լավ խոսք ունի, մասնագետ, փորձենք Աստծով, մենք էլ դառնանք Աստծո խոսքի մասնագետը, Սուրբ Հոգու հետ այնքան մտերմանանք, որ չխաբնվենք։ Գիտեք, այսօր թշնամին այս ժամանակակից կյանքի մեջ շատ լավ ապածել կանում։ Իսկապես այնքան տոշնի է երբեմն, բայց տոշնի ասելով միևնույն է, դրա անունը պածելկա է։ Տեսել եք բրենդային շորեր։ Կա որ չես էլ հասկանում հագուստից տեսնում ես, ասում ես քրչա, կներեք արտահայտությանս համար, այս ինչ պածելկա է, բայց կա որ տեսնում ես, ասում ես իա։ Ասեմ, որ կան որոշ մարդիկ, որ իրականում օգտվում են եւ օրիգինալ այդ հագուստներից, բայց երբեմն էլ առնում են լավ պատենդը եւ ոչ մեկ չէ կասկածում։ Բայց միգուցե մեկ չունե որ առնի, արդեն կասեն, դժվար ինքը առած լինի։ Այնքան պատենդավորումը այդ պատզելկեն իսկապես այնքան մեր օրերի մեջ լավ են անում։ Մեզ պետք է Աստծո խոսքը, հենց այն խոսքերը Տեր Հիսուսի, որ ասում է, օձերի պես խորագետ եղեք, խորագետ։ Ոչ թե ուղղակի լավ է հնչում, էլի որոշ բառեր դրա համար եմ, ինչ որ չեմ դառել հատուկ ռուսախոս, դրա համար եմ օգտագործում, պարզապես լավ է հնչում, ոչ թե լինենք աֆերիստ, այլ խորագետ։ Դրանք տարբեր բաներ են, իմաստուն, խորագետ, բայց նաև ասում է աղավնիների պես միամիտ։ Թող Տերը մեզ սովորեցնի, որ այս խառնաշփոթ կյանքի մեջ չխաբնվենք։ Գիտես, ժամանակներ կար, որ գիտությունը քիչ էր, զարգացվածություն չկար, շատերս շատ միամիտ էինք։ Ով ասում էր Աստված, ասում ենք, վայ։ Մանավանդ մեր օրերի մեջ Փառք Տիրոջը իսկականից Աստծո հոգուց մղված
Աստծո խոսքը քարոզողների համար։ Բայց մենք տեսնում ենք, որ թշնամին նաև Աստծո խոսքն է օգտագործում։ Արդյոք որ հոգուց ես դու այդ ամենի մեջ։ Արդյոք Աստված է այդ բանը քեզ հղել անելու։ Փառք Տիրոջը։ Թշնամին ստախոս է, իսկապես ստախոս է եւ այս դարի եւ ամեն դարերի ստախոսն ու պրովոկացիա անողն է։ Բայց մեր Տիրոջ խոսքը մեզ ամեն անգամ զորացնում է եւ մեզ ուժ է տալիս, որպեսզի մենք չվախենանք, որպեսզի մենք իսկապես հանձնվենք Տիրոջ ապահով ձեռքերի մեջ։ Ուրիշ ապահովություն չկա ինձ եւ քեզ համար։ Ինչքան էլ ուզում է անվանի մարդիկ լինեն, ինչքան էլ հնարավորություն ունեցող մարդիկ լինեն, պետք չի ամբողջովին իրենց վստահել։ Ամբողջովին միայն պետք է Տիրոջը վստահել, ամեն, որովհետև խոսքը ասում է Եսայա 2:22-ը. «Դադարեցեք մարդի վրա հուսալուց, որի շունչը նրա ռնգանց մեջ է, որովհետև ինչ է համարվում նա»։ Եվ ավելի հետաքրքիր կերպով նկարագրում է, թող սա զգոնության համար լինի իմ եւ քեզ համար, սիրելի քույրս եւ եղբայրս, Երեմիա 2:12-13 համարները։ Տերը ասում է. «Երկինք, զարմացեք այս բանի վրա, սոսկացեք եւ շատ հիացեք», ասում է Տերը, որովհետեւ իմ ժողովուրդը կրկնապատիկ չարություն գործեց, ինչի համար, տեսեք ինչ ասում, կրկնապատիկ չարություն, ինչի համար, ասում է, ինձ կենաց ջրի աղբյուրից թողեցին եւ իրենց համար հորեր փորեցին, ծակ-ծակոտ հորեր, որոնք չեն կարող ջուրը պահել։ Մեր Աստված խանդոտ Աստված է, ամեն, որովհետև շատ է սիրում մեզ, ինքը ամենաշատն է սիրում, սա այն իրական խանդն է, այն լավ խանդն է, այն սիրո խանդն է, Փառք Հիսուսին, նա ճանաչում է իրեն իրական ապավինողներին, որովհետև Նահոմի 1:7 ասում է, բարի է Տերը, ամրոց է նեղության օրումը, քեզ համար սիրելիս, եւ նա ճանաչում է իրեն ապավինողներին։ Տերը ճանաչում է, ով է իրեն իրական ապավինում։ Եթե դու զգում ես, որ դու ամբողջությամբ չես ապավինում Տիրոջը, ամոթ բան չկա, ասա Տեր, ես քո առաջին չեմ կարող դերասանություն անել, չեմ կարողանում քեզ ամբողջովին վստահել, օգնիր ինձ։ Իմ վստահությունը դեպի քեզ մեծացրու, որպեսզի ես թշնամու պրովոկացիաներին չենթարկվեմ եւ հավատա Տերը կբարձրացնի քո ներսի այդ վստահությունը իր նկատմամբ։ Մոտավոր 3 ամիս առաջ էր, գիտեք իմ հետ մի հետաքրքիր դեպք պատահեց։ 3 ամիս առաջ մեկ մարդու հանդիպեցի, բայց այն ինչի մասին ինքը խոսում էր 13 տարի առաջվա պատմություն էր իմ հետ խոսում։ Ես անկեղծ ասած իրեն չէի հիշում։ Ես մտածում էի, չգիտեմ որտեղից եմ ես իրան ճանաչում, միգուցե միասին ենք բանակում ծառայել։ Տեսելա ինքը շատ ուրախացավ, որ ինձ տեսավ եւ ասեց 13 տարիա քեզ ենք ման գալիս։ Ասում եմ, բայց ես 13 տարիա կորած չեմ, փախած չեմ, Փառք Աստծուն, ես մեր ժամանակակից հնարավորությունների համար, որ բանը չկա Facebook գոյություն ունի։ Վերջապես այսօր այնպիսի ժամանակների մեջ ենք ապրում, որ փախած մարդ հասկացողություն շատ քիչ է լինում։ Ինչ եմ այսպես ասում, մի քիչ փակագծերը կբացեմ։ Ուրեմն ասում է, հիշեցիր, ես ինչ մարդն է, մի կերպ հիշեցի անկեղծ ասած։ Ուրեմն պատմությունը հետևյալն էր։ Ռուսաստան են իրանք Հայաստանից մեկնել աշխատելու։ Եվ ես ընդամենը մեկ մարդու հետ իրենց ծանոթացրել եմ, որ երկուսի համար էլ լավ լինի, գործը տվողի եւ աշխատողների։ Ես այդտեղ ոչինչ չեմ ունեցել, ոչ աշխատել եմ, ոչ ինչ որ ակնկալինք եմ ունեցել, ուղղակի ուզեցել եմ բարի գործ անեմ։ Ասել են, ես այդ ծանոթացրել եմ, չեմ էլ հիշում։ Եվ տեսեք ինչ է պարզվում։ Ասում եմ, մեր փողերը, մեր գումարները չեն տվել։ Դու ես ծանոթացրել, դու պետքա տաս եւ խոսքը գնում էր, չգիտեմ, ինչ թվերի մասին։ Ես մի հատ կատակով բանկ ասում եմ, Մայր Մկրտչյանն էլա, չէ ասում են։ Ասում եմ, այ մարդու ինձ ինչ ես ուզում։
0199 հիշում եք։ Իսկապես ասում է աղբեր դու ինձ ինչ ես ուզում։ Ես այդ նոր դժբախտության սկզբնական շրջան եմ ասնում, հերս նոր ննջել էր, ինքն էլ լսել էր դրա մասին։ Ասում եմ դրա ժամանակը չէ, հետո կգաս տենամ, այդ ով է, ինչ են կխոսենք։ Աղբեր ամեն ինչ հասկանալի է, բայց մեր հարցերը բաղով է, անընդհատ նույն բանը կրկնում է։ Եվ ասեցի, ես չունեմ ոչ մի հարց ձեր հետ լուծելու, իսկապես ասում ես ոչ, գումար եմ այդտեղ աշխատել, ուղղակի ծանոթացնելու համար, որ ձեր երկուսի համար լավ լինի, ես պետքա դրա համար հատուցեմ։ Իսկ այն մարդն էլ, որ գնացել է իրենց մոտ աշխատելու, այդ մարդն էլ չկա, ես որտեղից գտնեմ իրան։ Բայց Տերը բարի է, իրեն ինձ գտնել տվեց այնպիսի ճանապարհներով եւ խոսեցի եւ ասեց. «Եղբայր սուտ է ասում, մենք իրանց գումարները վճարել ենք, մի մասը մնացել է, իրանք շատ անշնորհք են պահել, գործը չեն ավարտել եւ այդտեղ որտեղ աշխատում էին, ադմինիստրացիան իրենց հեռացրել էր ընդամենը, գործը կիսա թողել եւ գնացել են, բայց իրենց աշխատանքից ավելի նախորոք վճարվել էր իրենց։ Բայց գիտեք, պրովոկացիաներ էր գալիս ին վրա, հեսա կգնանք, այս ինչ մարդուն կդիմենք, հեսա կգնանք, այս կանենք, այն կանենք, մտածեմ, այ Տեր Աստված, ես հիմա չեմ ուզում սենց պատմությունների մեջ ընկնեմ, ես առաջվա Սպարտակը չեմ, ես չեմ ուզում այդ առաջվա Սպարտակին այլևս ճանաչեմ, ես հոգևոր մարդ եմ, ինչ պետք նա, այս խոսակցությունը, այն խոսակցությունը, բայց Տիրոջ հոգին գալիս եւ քեզ զորացնում է եւ ճանապարհը հարթում եւ հետո ինքը ներողություն է խնդրում ինձանից։ Ես իրեն առանց նեղացնելու ինքը պարզապես ներողություն է խնդրում, ասեց ախպեր, հետո մի քիչ քեֆս լավ է, երբ կներես դու ինչ կապ ունես։ Այ ասի փառք ես Տեր ջան։ Փառք Հիսուսին, իսկապես գիտեք, երբեմն կյանքում այնպիսի բաներ է լինում։ Մարդ կարողանում է մեծ ինչ որ մի հարց հաղթահարի։ Մեկ էլ մի հատ կարա փոքր ինչ որ բան լինի, դա այնքան քո վրա ազդի, որ թշնամին քեզ գցի պանիկայի մեջ, քեզ գցի չգիտեմ ինչի մեջ, բայց թշնամին, այս օրինակ ինչի բերեցի ես վկայությունը, որ ինքը այնքան հմուտ պրովոկացիա անող է, խարդախ թշնամի է եւ պարտված ստախոս է, իսկ մեր Տերը արդար է, ամեն, փառք Հիսուսին, եւ Սաղմոս 11:3 ասում է, որ հիմքը քանդվի, արդարը ինչ անի, թող թույլ չտանք մեր հիմքերը քանդվի, առաքյալը ասում է տեղիք մի տվեք թշնամուն, տեղիք չտանք թշնամուն, ախր նա մեզ ինչ կարող է անի, որ խոսքը ասում է, ես քեզ հետ եմ, ամեն տեղ ուր որ գնաս, անգամ Հեսու առաջի գլխի մեջ ասում է, ոչ թե ուղակի ասում եմ քեզ մի վախեցի, ասում է, քեզ պատվիրում եմ, չվախենաս, որովհետև ուր որ գնաս, ես քեզ հետ եմ։ Այսքան ընթերցում ենք Աստծո խոսքից որպես հիմքեր, որպեսզի մենք հասկանանք, որ մեր Աստված մարդ չէ, որ մեզ ճանապարհի կեսից թողնի։ Նա մինչև վերջ մեզ հետ գալու է։ Նա որ ասել է, իր խոսքերի հետևում կանգնած է, ամեն, ժխտական ձայները միշտ էլ լինելու են, բացական ձայները միշտ էլ լինելու են։ Հիշում եք Աստծո խոսքից Հայրոսի աղջկա պատմությունը, գիտեմ 99% անկիր գիտեք այդ պատմությունը, բայց այսօր ոչ միայն այնտեղ հիվանդության մահվան մասին է, չէ խոսքը, բայց մեր օրերի մեջ, տարբեր ոլորտների մեջ այդ նույն ձայները գալիս են։ Ձայներ, տարբեր խոսքեր, այնքան է զարգացել ես երկիրը, որ չգիտես, ախր Աստծո խոսքները ասում, վերջին օրերում գիտությունը այնքան է շատանալու, այնքան է շատացել, որ մարդ չգիտի ինչ անի, բայց կա ելք, Աստծուն պինդ բռնենք, այս խաբեբա, այս չար ժամանակների մեջ, այս խառնաշփոթ կյանքի մեջ Աստծուն պինդ բռնենք, որովհետև իսկապես թշնամի ժամանակակից կերպով է գործում եւ շատ հմուտ է պատենդավորում ամեն ինչ, որպեսի չխաբվենք, որպեսի թշնամին մեզ պրովոկացիայի չենթարկի, որպեսի անգամ Աստծո խոսքով չփորձի Աստծո խոսքը օգտագործի եւ մեզ խաբի, լինենք Աստծո իրական հոգու մեջ եւ նրա խոսքերի ողջամիտ հիմքերի վրա, ամեն, նա պարտված է եւ ստախոս է, փառք Հիսուսին, եւ փառք Տիրոջը, որ Տերը պատմում է Հայրոսի պատմությունը, իր աղջկա պատմությունը,
պատկերացնում եք, եկավ եւ ասեց, երբ որ խոսում էր Տեր Հիսուսի հետ, եկավ եւ ասեցին, «Էլ մի աշխատեցրու վարդապետին»։ Ինչքան իրավիճակների մեջ ենք մենք հայտնվում, որ կողքից կասեն, բայց ամենալավը մենք մեզ ենք ասում։ Ինքներս մեզ ենք ասում։ Ձայնով առանց ձայնի խոսում ենք, դե էլ ինչ, բրծավ, էլ ինչ աշխատեցնեն վարդապետին, էլ ինչ աղոթեմ, էլ ինչ խնդրեմ, վերջացած, բրծած ամեն ինչ, բա էլ ուր մնաց, որ մարդու համար անկարելին Աստծո համար կարելի է։ Այն ինչ որ անհնարին է մարդկանց համար, Աստծո համար հնարավոր է։ Երեմիայի մեջ 32:27-ը Աստված հարցադրում անում այսօր ինձ եւ քեզ, միթե ինձ համար մի որևիցե դժվար բան կա, ես եմ ամեն մարմնի Աստվածը, եւ ռուսերենի մեջ ավելի լավ է հնչում, որովհետեւ այնտեղ ասում է, есть ли что невозможное для меня։ Միթե անկարելի բան կա ինձ համար։ Եվ մենք էլ իր եկեղեցին ասում ենք, իհարկե, Տեր, քեզ համար ոչինչ դժվար չկա, մեր Աստված, մեր մարմինների Աստված, քեզ համար ոչինչ անհնարին չկա, այսօր մենք քո խոսքերին ենք ասում այո, եւ քո խոսքերն ենք ընդունում, եւ օտար խոսքերը մերժում ենք, օտար կրակները մերժում ենք, եւ միայն ընդունում ենք քո խոսքերը, ժխտական ձայները մերժում ենք, եւ միայն քո անարատ ձայնն ենք ընդունում, սիրելի Սուրբ Հոգի, որ մեզ տանելու է մինչև վերջ, Տեր։ Փառք Հիսուսին։ Մեծ է Տերը եւ շատ զորավոր։ Գիտեք, ուզում եմ այդ շատ լավ համար ընթերցեմ մեր բոլորի համար, որ դու իմանաս, որ այդ Աստված քո Աստվածն է։ Նորից իմանաս։ Ես նորից իմանամ, թե ում հետ մենք գործ ունենք։ Ամեն։ Լավ է չէ, որ Տերը մեզ ամեն անգամ զորացնում է։ Ամեն անգամ թարմ օծություն է տալիս, թարմ յուղ է լստում մեր գլխերի վրա։ Եվ դա Եսայա 64-ի 4-ն է։ Ասում է. «Հավիտենից ի վեր լսված չէ, եւ ականջի չի էլ հասած, աչք էլ չի տեսել, որ քեզանից բացի մեկ ուրիշ Աստված այդպիսի բաներ կաներ իրան հուսացողներին»։ Չտեսնված բաներ, որ մարդկային աչքերը չի տեսել, ականջները չի լսել, բայց Աստված այդպիսի մեծամեծ հրաշքներ է կարողանում անել։ Փառք ինչքան մարդիկ վկայեցին, անբուժելի հիվանդությունից բժշկվել, այստեղից մտան, բժշկվեցին, փրկվեցին, փոխվեցին։ Սա մարդիկ չեն հավատա, մարդիկ միգուցե մտածեն, սա կատակ է, սա խաղ է, բայց Աստծուն ճանաչողը գիտի, որ սա կատակ չէ, գիտի, որ սա ճշմարտություն է։ Փառք Հիսուսին ամեն բանի համար։ Տերը բարի է, թող Տերը մեզ զորացնի։ Սիրելիներս, իսկապես խոսքի ուժը, Աստծո ձայնի ուժը, թող այսօր մեզ նորովի վերցնի իր թևերի վրա եւ առաջնորդի։ Մեզ պետք է որ հանձնվենք նրան։ Գիտեք, շատ բաներ կա, որ մեր սրտերը ուզում է շփոթեցնի եւ վախեցնի, որովհետեւ գրվածը կատարվելու է։ Մատթեոս 24-ի մեջ մենք տեսնում ենք, որ Տերը Ձիթենյան ծառի վրա հարցնում են աշակերտները, տեսեք, երբ են հարցրել, 2000 տարի առաջ մոտավորապես, հարցնում են, ասա մեզ, երբ է լինելու այդ ամեն նշանները, աշխարհի վերջի նշանները, եւ Տերը ասում է, որ կլինեն պատերազմներ, երկրաշարժեր, էն եւ այլն։ Բայց մեկ հետաքրքիր շեշտադրում անում ասելով, բայց թող ձեր սրտերը չշփոթվեն, չվախենան, ամեն, շատ բաներ լինելու է, մեզ պետք չի շատ, ամեն հարցի շուրջ շատ երկար գցենք բռնենք, մենք հայերս, մանավանդ հայերս, որտեղ մենք անալիտիկ ժողովուրդ ենք, փառք Տիրոջը մեզ համար, շատ ենք էլի վերև ներքևանում, գցում, բռնում, լավ ենք անում, բայց ոչ Աստծո ասած խոսքերի վրա, ամեն, Աստծո խոսքերին արժե շատ շուտ վստահել, Աստծո խոսքերին արժե շատ շուտ հանձնվել։ Իսկ ուրիշները որ խոսեն, գցենք բռնենք, փառք Տիրոջը, Տերը մեզ իմաստություն է տվել, բայց Աստծո ասածները եկեք ընդունենք, ինչպես որ ասում է, ինչպես նրա Սուրբ Հոգու ձայնը մեզ ասում է։ Եվ ուզում եմ խոսքը ավարտել հետևյալ համարով։ Ղուկաս 1:45
Եվ հետո կուզեմ կանգնենք կարճ աղոթենք, որպեսզի այս խոսքերը ձևավորվի մեր ներաշխարհի մեջ, որ կյանք դառնա, ամեն։ Ղուկաս 1:45 ասում է. «Եվ երանի նրան, որ հավատաց, թե այն բաները կկատարվեն, որ Տերիցն իրան ասվեցավ»։ Ասա երանի ինձ։ Եթե դու հավատում ես, որ այն ամենը, ինչ որ Աստված քեզ այսօր եւ ընդհանրապես ասել է եւ ասում է, ասա երանի ինձ, կատարվելու է այն ինչ որ դու ասել ես Տեր։ Մարդիկ, եղբայրը լավ էր խոսում, մարդկանց կարծիքներ, մարդկանց որ նայենք, ոչ թե տեղ չենք հասնի, տնից էլ չենք դուրս գա։ Ոչ թե քայլ չենք անի, այլ չգիտեմ, կվախենանք դրա մասին էլ մտածենք։ Ոչ ժխտական ձայներին այսօր, ոչ օտար խոսքերին, ոչ պատենդավորված խոսքերին եւ ձայներին, այլ միայն այո եւ ամեն Աստծո իրական խոսքին եւ նրա մաքուր Սուրբ Հոգու ձայնին, ամեն։ Եկեք կանգնենք եւ աղոթ կանենք, սիրելի եկեղեցի։ Սիրելի Սուրբ Հոգի, ոչ թե զորությունով, ոչ թե ուժով եւ ոչ էլ մեր ջանքերով շատ հաճախ, այլ միայն քեզանով է Սուրբ Հոգի, ամեն անհնարինները հնարավոր դառնում եւ դու ես միայն մեզ տեղ հասցնողը, մեր աղոթներին պատասխան տվողը, մեր երազանքները իրագործողը։ Սիրելի Սուրբ Հոգի, խնդրում եմ, որ այն խոսքերը, որ այսօր այստեղից հնչեցվեցին, կենթանացնես մեր ներաշխարհի մեջ, մեր ներկայի եւ ապագայի մեջ, թող այս խոսքերը դաջվեն քո Սուրբ Հոգու միջոցով եւ թող երբեք թշնամու ձայնին չլսենք եւ պրովոկացիայի չընթարկվենք, այլ քո ձայնը ընդունենք, քո խոսքը ընդունենք, տուր մեզ իմաստություն, ավելացրու մեր իմաստությունը Սուրբ Հոգի եւ Տեր Հիսուս, որ դու խոսում էիր եւ խրախուսում էիր, որ եղեք աղավնիների պես միամիտ եւ օձերի պես խորագետ, դարձրու մեզ այդ տեսակները Տեր, որպեսի այս խաբեբա եւ չար աշխարհի մեջ ոչ մեկ եւ ոչինչ չկարողանա մեզ խաբի Տեր, սովորեցրու մեզ քո իմաստությունով, քո Սուրբ Հոգով մեր ներկա եւ ապագա քայլերը որոշել եւ գնալ առաջ քեզանով եւ ամեն փառքը, ողջ փառքը այսօրվա համար, ամեն բանի համար քեզ ենք միայն բարձրացնում եւ քո անունին ենք միայն տալիս։ Արժան ես դու միայն ընդունելու ողջ փառքը, պատիվն ու մեծարանքը Տեր Հիսուսի անունով մեր երկնային Հայր Սուրբ Հոգու ձեռովը եւ Աստծո եկեղեցին ասեց, թող այդպես լինի, ամեն։ Տերը օրհնի ձեզ։ Դու սուրբ ես, դու սուրբ ես, մեծանում եմ քեզ, օրհնում եմ քեզ, ով Տեր, Սուրբ ես իմ Աստված, դու սուրբ ես, դու սուրբ ես, մեծանում եմ քեզ, օրհնում եմ քեզ, օրհնում եմ անունը Տեր։ Նայում եմ շուրջս տեսնում քո գործերը հրաշալի, զգացությունը քո երբեք չի մարի եւ սերը քո չի դադարի, ով որքան սիրում եմ քեզ, բացում եմ սիրտս Տեր քո առջև, նվիրում եմ կյանքս քեզ եւ ուզում եմ երգել, պաշտում եմ քեզ իմ Տեր,
Դու սուրբ ես իմ Աստված Դու սուրբ ես մեծարում եմ քեզ Օրհնում եմ քանունը հայր Դու սուրբ ես Դու սուրբ ես մեծարում եմ քեզ Օրհնում եմ քեզ իմ Տեր Բարերն անսոր եմ պատմելու Տեր Որքան բարի ես ողորմած և վեր Օրհնությունը քո մեծ տվել ես ինձ Մեղքից անեծքից ազատ եմ ես Սերը քո զգում եմ քեզ Տեր Որքան քեզ սիրում եմ Թող որ քեզ լինի Տեր ողջ փառքը Դու ես իմ միակ փափագը Տեր դու ինչու սիրեցիր ինձ Ինչու ներեցիր ողորմեցիր Դու խաչվեցիր որ ես ապրեմ Այո քեզանով փրկված եմ ես Գովում եմ քեզ Տեր Շնորհակալ եմ Սիրտը ոչում է տալիս եմ քեզ ողջ փառքով Սքանչելի փառավոր սուրբ և արդար Հաղթող նվաճող հաղթական ու հզոր Բժշկող ազատագրող վահան Աստված Բաց Ջեսով իմ կեր Ամենազոր ամենուրեք Փառահեղ արքա Ալֆա Օմեգա Սուրբ ես իմ Տեր Անունը սուրբ է Որքան սուրբ ես իմ Աստված Սքանչելի փառավոր սուրբ և արդար Դու փառահեղ Բժշկող ազատագրող վահան ու Աստված Բարձր աշխարհ ես հարազատ իմ կեր Ամենազոր ամենուրեք փառահեղ արքա Ալֆա Օմեգա Սուրբ ես իմ Աստված Սուրբ Շնորհակալ ենք Տեր եւ փառքերը քեզ լինի հավիտյան Այո Սուրբը մեր բարի Տերը եւ հետեւապես մտածում ենք այդ դեպքում մեր հետ ինչ գործում ես Հենց տենց մտածում էր Պետրոսը երբ ճանաչեց քեզ Ինքը ճանաչեց այն պահին որ իրան օրհնել էիր Եվ իր կյանքի ամենաշատ օրհնություններ եկել Բայց այնքան խորը տեսավ քեզ, որ հասկացավ, որ ինքը մեկն է, որ իր հետ դու գործ չունես Հենց այդտեղ դու ասացիր, որ մի վախեցի Ես քեզանից կդարձնեմ մարդու որսորդ եւ ոչ թե ձուկ, այլ մարդ ես որսելու փրկության համար Ահա թե ինչի շնորհիվ է որ մենք կանք, որովհետև դու մեզ ասեցիր մի վախեցի, որովհետև ես քեզ մարդու որսորդ եմ դարձնելու։ Սիրելի Տեր, ահա մենք, և դու պատահական չի, որ մեզ կանչել ես,
ահա մենք, որ եկել ենք միաբան քեզ պաշտելու, մեծարելու, իմ Աստված, եւ դու ամեն մեկից գիտես։ Մենք երբեմն մտածում ենք, որ եթե այդ Սուրբը ստեղ ներկա լինի, ես կհարվածվեմ, տենց բաներ լինում ա մարդու հետ։ Բայց ոչ թե Սուրբը, որ ներկա լինի կհարվածվենք, այդ Սուրբը ասեց մի վախեցի, ես քեզ կդարձնեմ վստահի ինձ։ Որովհետև Պետրոսի հետ հետո ճանապարհ պիտի անցներ 3 տարի եւ հետո բաներ պիտիներ, որ ինքը պիտի չհասկանար։ Որովհետև դա մարդու ընկալումից վեր է։ Բայց պիտի չվախենար ու հիշեր, որ ասել ես, ես քեզ կդարձնեմ։ Եվ հիմա մեզ նորոգի ամեն մեկիս քո մեջ, նորոգի են բան ում հետ երբևէ ինչ-որ բան խոսել ես, ինչ-որ փափակ երազանք տվել ես, ինչ-որ երազ տվել ես, ինչ-որ տեսիլ տվել ես, նորոգի մեզ Տեր, որովհետև դու էր, որ կանչեցիր ու ասեցիր քեզ իմանալով եմ կանչել։ Եվ մենք իմ Աստված նորովի ենք մտածում, երանի թե այդ Սուրբը ստեղ լինի, որովհետև իմ փրկությունը նրանով է, որովհետև եթե նա չլինի, ոչ թե իմ դեֆեկտը չերևա, եթե նա չլինի, ուրեմն մեկ ուրիշը կլինի, եթե կյանքը չլինի, մահը կլինի, եւ այդտեղ ես էլ շանս չեմ ունենա փրկվելու։ Ուրեմն փառքը քեզ, որ դու ստեղ ես։ Մերսի, որ դու ստեղ ես, մերսի, որ դու կաս, եւ քո սրբությունը ոչ թե բաժանում է մեզ քեզանից, այլ դու համբերում ես, որ մենք դառնանք քո նման։ Դառնանք քո նման, որտեվ քո ընտանիքն ենք եւ քո արոտի գառները։ Դու ես մեզ տանում ամեն օր եւ իմ Աստված մարգագետիններում մեզ կյանք տալիս։ Դու ես, որ խաղաղ հանգիստ ջրերում ես տանում, որովհետև նույն ջրերը եթե որոտան, մահացու կլինեն, բայց դու գիտես ամեն բան, ուրեմն խնդրում եմ նորոգի այսօր մեզ քո մեջ, Աստծո հոգի նորոգի մեզ քո մեջ, որովհետև մենք ամեն կիրակի ուզում ենք նորովի սկսենք, Տեր Աստված օգնի, որ նորովի սկսենք, օգնի, որ ավելի քո հետ քայլենք, քո հետ, օգնի, որ իմ Աստված մեր հետ լինելը նկատենք, օգնի, որ քո ողորմությունը զգանք, որովհետև մենք չենք, որ արժանենք, բայց դու արժանացրեցիր, եւ մեր ազգից մարդիկ կան, դեռ որ պիտի փրկվեն, եւ իմ Աստված երբեմն մեր վրա գալիս է մեր մտածելակերպից ընկճվածություն եւ այդ ընկճվածությունը պահում է, որ մենք ավելի զորավոր գործենք։ Ուրեմն Աստծո հոգի դու որ ստեղ ես եւ հիմա ոչ մեկին չես հարվածել, այլ ընդհակառակը Տեր Հիսուսի խոսքերը հիշացնում ես, որ Պետրոսին ասեց։ Հենց դրանով էլ Պետրոսը առաջի քարն էր։ Մեր մոտ տպավորված է, թե այն ժամանակ, որ ասեց առաջի քարն է, այդ վախվանից եղավ, բայց չէ, հենց այդ նավի մեջ, երբ որ դու ասեցիր մի վախեցի, սա է եկեղեցու սկզբունքը ու հիմքը, մի վախեցի, ես քեզ գիտեմ, բայց ես քեզ ուզում եմ դարձնեմ, մի վախեցի, որովհետև ես քեզ ճանաչելով եմ կանչել, արի սիրելիս Աստծո առաջ մեր ձեռքերը ուղենք ու ասենք Տեր Աստված, դարձրու ինձ, Տեր Աստված, դարձրու ինձ, Տեր Աստված, դարձրու ինձ, եթե մի բան էլ արել եմ եւ իմ վրա եկել այդ հոգին, որ քեզանով արեցի, հիշեցրու այդ քաղցր օրերը, նորոգի ինձ Տեր Աստված, նորոգի եւ տուր որ քայլեմ քեզանով, տուր որ գործեմ քեզանով, Տեր, եւ տուր որ իմ ընթացքով քո սիրտ ուրախանա, որտեւ էլի զավակներ ունես, որոնք պիտի փրկվեն եւ այսօր դեռ փրկված չեն, խնդրում եմ քեզ, արի մեր վրա, մերսի իրան, որ ինքը ստեղ է, եւ Պետրոսը մտածում էր հեսա հարվածը կլնի, իր ամենահաջողակ օրվա մեջ իր ամենամեծ հարվածը կլնի, բայց Տեր Հիսուս ասեց մի վախեցի, որտեղ գիտեր ինչից էր վախենում Պետրոսը, որտեղ գիտի քո ներսում էլ բաներ կա, որ դու չես բարձրաձայնում, բայց վախենում ես։ Եվ Հիսուսը Աստծո հոգին ասում է՝ մի
մի վախեցի։ Մի վախեցի, արի պաշտենք Տիրոջը, մի վախեցի, վախովդ մնաս, կմնաս հին Պետրոսը, բայց եթե վախովդ չմնաս, առաջ կգնաս եւ Աստված մեծ գործեր կանի, բաներ կանի, որ դու կմոռանաս այն հինը, որ դու այն հինն ես եղել։ Կարող ենք Տիրոջը սրտանց պաշտել։ Եթե հիշեք, եթե մենք չուզենք մտնենք լողավազան, ոչ ոք մեզ չի ստիպի։ Լողավազան Աստծո հոգու ներկայությունն է։ Եթե ուզենք մտնենք, ոչ ոք քեզ չի կարող արգելի։ Ոչ քո մտածելակերպը, ոչ քո վաղվա օրը, միայն անարգի այդ մտածելակերպը։ Եթե դու դրա հետ մնաս, չես մտնի։ Այ հիմա չես մտնի։ Արի հիմա մտնենք նրա ներկայության մեջ։ Մերսի ամեն ծառայողին, փառքը Տիրոջը, բայց հիմա արի մտնենք ներկայության մեջ։ Ուզում եմ մոտենալ քեզ, Հիսուս էր ավելի, Լցրում ես Տեր, ուզում եմ ճանաչել քեզ, Հիսուս էր ավելի, Լցրում ենք քեզ, լցրում ես Տեր։ ուզում եմ մոտենալ Մեր ձեռքերը ուղում ենք քեզ, ասում ենք, լցրում ես Տեր, լցրում ես։ Մեր որոշումն է քո հետ քայլելը, մեր որոշումն է հավատքի մեջ նորոգվելը Տեր, մեր որոշումն է մեր հին մարդուն խաչված տեսնելը։ մոտենում եմ քեզ, այնքան մեծ ես դու, որքան ճանաչում եմ քեզ, այնքան հասկանում եմ, որ սեր ես դու, որքան մոտենում եմ քեզ, այնքան քաղց ես դու, որքան ճանաչում եմ քեզ, այնքան հասկանում եմ նորովի քեզ Տեր, ես սրբությունը քո չի բաժանում ինձ քեզնից, այլ ընդունում ես ինձ, և չես մերժում ինձ քեզնից, ճանաչեցնում ես ինձ, որ սեր ես դու, գտած որված ինչպես ես դու, և սրբությունը քո չի բաժանում ինձ քեզնից, այլ ընդունում ես ինձ, և չես մերժում ինձ քեզնից, ճանաչեցնում ես ինձ, որ սեր ես դու, գտած որված ինչպես ես դու, Հիսուս, Լցրում ես Տեր, օ լցրում ես Տեր, լցրում ես Տեր։ Ամեն մարդը քեզ Հալելույա քեզ։ Դու ասեցիր, որ հավատացողին ամեն բան կարելի է։ Տեր Աստված, այսքան նորոգվում ենք, բայց մեկ էլ հանկարծ հավատքի փոխարեն մեր տրամաբանությունն է խոսում։ Շաբաթվա մեջ մենք հավատքով քայլելու փոխարեն հանկարծ տրամաբանությամբ ենք քայլում։ Խնդրում եմ, քո խոսքը թող մեզ բացվի, խնդրում եմ Տեր։ Եվ խնդրում եմ մեր մեջ հավատք նորոգի, իմաստված արի մեր կյանքի մեջ, ավելի զորավոր ձևով արի, ավելի զորավոր ձևով արի Տեր։ Քեզ փառքերը լինի։ Փառքերը Տիրոջը շնորհակալ եմ Տեր օրհնի։ Մերսի բոլոր ծառայողներին, փառքը Տիրոջը եւ շատ լավն էր, մերսի։ Գիտես, մի հատ sense բան կա, երբ որ հեծանիվ ես քշում, պեդալները քեզ դուպտի արագություն ձեռք բերես եւ ինքը քեզ կպահի հավասարակշիռ։ Ոչ շատ արագ, ոչ դանդաղ։ Չափավոր։ Եթե հավատքը հենց տես մի բան է, եթե մարդը մտածի ոնց անեմ չընկնեմ, մի օր երբ որ նոր էր սովորում իմ թորնիկը հեծանիվ քշել, ես իրան ասացի դու պիտի արագություն որոշակի զարգացնես, որ մնաս ուղիղ, որտեղ դանդաղը քեզ թվում ապահով է, բայց դանդաղը հանգնում ես, որտեղ եթե իներցիան չլինի, քեզ չի պահի ուղիղ, իներցիայի շնորհիվ է, որ դու մնում ես հավասարակշիռ, հա, ուրեմն թվում է թե ապահով է դանդաղը,
բայց դանդաղ ընկնում ես։ Ու մենք շատ բաներ այսպես դանդաղ ենք անում, որ վտանգ չլինի, բայց դանդաղը գցում է։ Դանդաղ ընկնում է, հասկանում ես։ Դրա համար մենք հավատքի մարդիկ ենք։ Ոչ մի բանը մեզ Աստծո հետ չմիացրեց։ Ոչ մեր հայրերը, այսինքն իմ հայրը, իմ պապը, ոչ իմ գործերը, անգամ ոչ մտածելակերպը, այդ հետո եկավ այդ մտածելակերպը։ Ինձ միացրեց Տիրոջ այդ հավատքը։ Հավատքով ընդունեցի, որ Աստծո հոգին ներկա է մեկ, որ Հիսուս Քրիստոսը նաև իմ մեղքերի համար է վճարել, եւ հավատքով ընդունեցի, որ նրա Սուրբ Հայրունը մինչև այսօր խոսում է։ Եվ եթե մեկի համար հարցական է ոնց է խոսում, Աստծո խոսքը հենց սկզբում Ծննդոց գրքում ասում է, որ Կայենը սպանել էր Աբելին, ասում է, որ Կայեն, աղբերը տուր է։ Դե ես ինչ իմամ, որ ես իրա պահակը չեմ։ Ասում է, տղա ջան, լավ լսի հլը։ Դանա, աղբորը Այրունը խոսում է, ինձ բողոքում է։ Խոսալ գիտի Այրունը, չսարմանալի։ Եվ ինձ ասեցին, որ Տեր Հիսուսի Այրունը մինչև հիմա կարա հանցանքները ջնջի։ Ես ասի, Տեր, ինչ վատ է, որ ես մեղավոր եմ։ Բայց ինչ լավ է, որ դու այդ ամենը արեցիր, հետո հավատքի միջոցով ինձ արդեն ասել էին, որ եթե դու հրավիրես Սուրբ Հոգին կծննդաբերի քո հոգին, այդ ամենը դրա համար է, դրան է նվիրված, եւ մենք ծնվեցինք։ Հետո ինչի սկսանք մեր գաղափարով քայլելը։ Հավատքով ծնվեցինք։ Հետո ինչի վերսիա արեցինք, էլի գնացինք այն հնին։ Հավատքով ծնվածը հավատքով պետք է ապրի։ Եթե հավատքով չապրես, չէ՞։ Նայեք, ժամանակին թագավորը պիտի զորքի գլխին ելներ։ Ժամանակի թագավորը ինքը ռազմիկ էր։ Ինքը շատ ընտիր պիտի սուր ճոճեր։ Իր զինական գործիքները վարպետորեն օգտագործեր։ Հիմիկվա թագավորները այդպես չեն։ Ժամանակի թագավորները։ Ուրեմն այս թագավորը շատ զորավոր գործեր արեց Դավիթը։ Հետո պատերազմի մեջ էր։ Նայեք, պատերազմի մեջ էր, սենց է, այսինքն հավատքի գործերը շարունակվում էր։ Նայեք, ուշադիր։ Դավիթի շրջանում հավատքի գործերը շարունակվում էր, ինքը գործերի մեջ չէր։ Նայեք, դա թշնամի, այն ժամանակ թշնամին դա անօրենն էր, վերսիան է դա, փոխաբերական իմաստն է դա։ Ուրեմն թշնամին սահմաններին է, դեռ կա պատերազմ։ Թագավորը պիտի տեղը լինի, եւ թագավորը այդ ամենը հիմնել էր, իրանով էր այդ սաղեղել, բայց ինքը մի տեսակ պատմական հերոս էր դառնում, ոչ թե գործող։ Հենց ես ու դու դառնանք պատմական, փորձանքը կգա։ Ապահովությունը ոչ իմ անձի մեջ է, ոչ քո անձի մեջ է։ Ապահովությունը հավատքի գործող ընթացքի մեջ է։ Հավատքի գործող ընթացքի մեջ է։ Եթե ես հավատքի գործող ընթացքի մեջ չեմ, այլ պարապ եմ, կարա գա փորձանք։ Այս մարդուն ոչ մի փորձանք չէր կարող գար։ Այս մարդը իր թշնամուն տեսավ ու Աստված իր ձեռը տվեց չսպանեց, Աստծո նման վարվեց։ Բայց այս մարդու փորձանքը եկավ խաղաղ ժամանակ։ Եվ եթե ես ու դու հավատքից ծնվեցինք, ինչից ծնվեցինք։ Հավատքի միջոցով, Սուրբ Հոգու հավատքով ծնվեցինք, հավատքը միջոց եղավ, ծնվեցինք, Աստծո հոգին ծննդաբերեց մեր հոգին ու դեպք եղավ։ Եթե դեպքը չներ, մենք ինչ գործ ունենք։ Սուրբ Հոգին ծնեց իմ հոգին, որտեղ իմ հոգին էլ Ադամից մեռած էր, իմ հորից տենց էր փոխանցվել։ Ու ես չգիտեի, որ հոգին որտեղ է։ Բայց երբ որ ծնվեց, հետո նկատեցի, որ Աստծո հոգին խոսում է իմ հոգու հետ։ Եվ վկայություն ունեմ, որ հոգին ծնվեց եւ Աստծո հոգին առաջնորդում է մեզ, ամեն։ Բա ինչի հետո, ինչի ենք այդքան տրամաբանում, ոնց կլինի, ինչ կասեն, ոնց անեմ, ես չեմ կարա։ Եթե ես իրա զավակն եմ, ոնց չեմ կարա։ Դավիթ ասում է մարդկանց դիմաց կանգնել խոսելը,
Ժողովուրդ, ես մարդկանցից եմ, որ անգամ բարեկամական հավաքույթներին կխուսափեի անհարմար զգալու պատճառով։ Հետո մի օր հասկացա, որ եթե ես տենց մնամ, ոնց ավետարանը ասեմ։ Մարդու պետք է շփվես, որ ասես, չէ։ Ախպերս ասեց, որ անգամ տնից դուրս չես գա, եթե տիրոջ հետ չլնես, մարդիկ, տենց, եթե կաղապարվեն։ Հետո ես հասկացա, որ բան կա ինձ խանգարում է։ Ու ես հասկացա մի րոպե, ես կերպարանավորվեմ նենց ոնց որ իմ գենն է ուզում, ինձ հարմար է, թե ոնց որ խոսքն ասում, որ պիտի դառնամ։ Բայց մինչև դառնալ ինքը այնքան բան ասենց խառը էլի ոնց պիտի լինի, հա, ոնց պիտի լինի, բավոր։ Ես վերստին ծնվել եմ Աստծո հոգով, Աստծո հոգին ինձ ծնեց, թե չէ ես ուր հավատքն ուր, այս մարդը, այս մարդիկ։ Հիմա ասում եմ, եթե հավատքով եմ ես ծնվել, ինչի եմ տրամաբանությամբ գործում։ Դավիթներ կմնաք եւ փորձանքի մեջ կընկնեք։ Դավիթ Աստծո օծյալը մնաց փորձանքի մեջ ընկավ։ Հասկանում եք։ Բայց երբ որ դու ընթացքի մեջ ես, դու չես ընկնում։ Դրա համար ասում եմ, ես հավատքով ծնվեցի։ Ինձ ծնողը, ծննդաբերողը, իմ ծնողը, որ հոգու ծնողն էր, ինքը հավատքից ինձ ծնեց։ Ուրեմն շարունակում իմ մտածելակերպով։ Ինչի հավատքով չեմ շարունակում։ Պեդալը արա, չես ընկնի։ Խելագար պեդալ մի արա։ Զարի թափը դանդաղացրու։ Թակարակը տորմուստու։ Ինքը իրան գնում է, էլի։ Ուղիղա պեդալ արա։ Հա։ Եթե չգործենք, կընկնենք։ Եթե գործենք, ամուր կմնանք եւ կտեսնենք մարդիկ փրկվեցին։ Հասկացաք։ Մի դաթարի արձակուրդ մի գնա։ Արձակուրդը ամենաօծյալին գցեց իր տեղից։ Իր տան մեջ, իր գահներ կողքներ, հա, ինքն էլ օծյալն էր Աստծո։ Հասկացա՞, հենց իր տան մեջ գցեց իր։ Եթե չգործենք, կընկնենք։ Իմացար։ Նա իմա ինչ։ Մարմինը ոչինչա գրած Աստծո խոսքում։ Ինչի ոչ մեկի մարմինը մինչև այսօր եսի միջ չի։ Լենինի մարմինը պահին, հարություն չարավ տենցել։ Մարմինը ոչինչա։ Բայց երանի նրանց, ում որ Սուրբ հոգին ծնդաբերեց, որտև հոգին է կյանքը։ Հիմա եթե հոգին է կյանքը եւ ինքը ծնված չի, ուրեմն մեռած է։ Եթե հոգին է կյանքը եւ մեռած, ուրեմն հավիտյան մահ։ Հասկացաք։ Ուրեմն հոգին է կյանքը, ուրեմն պարտական ենք Տիրոջը, որ մեր հոգին ծնեց, ուրեմն հոգու մեջ վարվենք, հոգու մեջ ոնց պետք է վարվես։ Հավատքով պետք է ընթացք ունենաս։ Այս մարմնին ասես արի, գործ ունեմ։ Այս մտածելակերպին ասես արի, ուրիշ ձև ենք մտածում։ Գլխին գա։ Այսի հոգու գործերն է։ Ուրիշ ձև չկա։ Լավ, իսկ հիմա ինչ եմ ասում։ Եթե մենք հոգով քայլենք, չենք վախենա։ Չենք վախենա։ Եթե դու երբևէ հոգով քայլել ես այդ հեծանիվի մասին, միշտ այդ բանն արա։ Եթե դու արդեն մի քանի անգամ քշել ես, այդ չես վախենա։ Իմացար, տնես այդ չես ընկնում։ Տեր Աստված, գիտեմ որ ստեղ ես, երանի թե մեր աշկերը քեզ տեսնեին, երանի, բայց դու ուրիշ բան ես ասել ես երանի նրանց, ովքեր առանց տեսնելու կհավատան, տենց էլ եղավ մեր հետ, հիմա իմ Աստված մենք, խնդրում ենք քեզ, որ քանի որ մենք հավատքից ծնվեցինք, հավատքի պտուղներ բերենք, Սիրելի Աստվածս, Պետրոսը բազմաթիվ անգամ ընկավ, առաքյալները բազմաթիվ անգամ ընկան, բայց դու ես վերականգնողը,
վերականգնի ամեն մեկիս, եւ դուր որ այդ ընթացքը որ պիտի անցնենք, այս շաբաթը կանցնի, մյուսներ կանցնի, դուր որ իմ Աստված կարողանանք այս ազգին պիտանի լինենք։ Խնդրում եմ քեզ, իմ հետ ձեռքեր բարձրացրեցին, իմ հետ մարդիկ կան, Տեր Աստված, այս տան մեջ, որ իրանք էլ կորած էին ու ծնվեցին։ Խնդրում եմ քեզ, այդ նախանձավորությունը բեր մեր մեջ, այսինքն, այդ հոգին բեր մեր մեջ, Տեր Աստված, որ պատրաստ չենք, որ մեր ազգից, մեր բարեկամներից մարդիկ գնան դժոխք։ Պատրաստ չենք, Տեր։ Սիրելի Աստվածս, քո ժողովրդին օրհնում եմ, խնդրում եմ քեզ, որ հիմա ով որ բեռնված էր եկել, հիմա տա քեզ բեռները, հոգսերով, վախերով, անհանգստություններով, վեճերով, թողի քո ոտքերի տակ, քո խաչի տակ, եւ հիմա նոր շաբաթ եմ հռչակում քո անունով, քո զավակների եւ նրանց ընտանիքների վրա, եւ խնդրում եմ Տեր, որ օրհնես նրանց, պահպանես նրանց, Տեր, ամբողջ շաբաթվա մեջ, Տեր Աստված, եւ լինի քեզ փառք այսօր եւ հավիտյան եւ միասին ասեցինք ամեն։ Թող հենց տենց լինի։ Ամեն։